Դու երբե մտածել ես, թե ինչ կանեիր, եթե իմանայիր, թե կոնկրետ որքան ժամանակ է քեզ մնացել ապրելու։ Մի հզոր մարդ հայտնաբերում է, որ մահն ավելի մոտ է, քան պատկերացնում էր, դրա հետ մեկտեղ մի դատարկություն, որը փողը երբեք չի լրացրել։ Սակայն երբ ամենաքիչն էր սպասում, դեղատանը մի պարզ ժեստ ինչ-որ բան արթնացրեց նրա մեջ։ Ապրելու իրական ցանկություն։ Մնա ինձ հետ, որովհետև այս պատմությունը կհիշեցնի քեզ, որ երբեմն սերը գալիս է, երբ ամեն ինչ կարծես թե ավարտվելու շեմին է։ Եթե այս պատմությունը քեզ դուր եկավ, բաժանորդագրվիր ալիքին կիսվիր սիրելի մարդկանց հետ։ Մի մոռացիր ինձ ասել, թե որտեղից ես դիտում։ Քաղաքը երբեք չի քնում, բայց նա երբեք չի դադարում պահանջել։ Երանը բետոնի ու ապակու հսկա էր, որտեղ միլիոնավոր մարդիկ քայլում էին կողք կողքի, երբեք իրականում չշփվելով։ Հենց այնտեղ երկնաքերերի այդ տիեզերքում, որոնք ծակում էին մոխրագույն երկինքը, Հակոբ Վարդանյանը կառուցել էր իր կայսրությունը։ Սակայն կայսրությունները, ինչպես նա շուտով պետք է հայտնաբերեր, կարող են դատարկ ամրոցներ լինել, երբ դրանք կիսելու համար ոչ ոք չկա։ 68 տարեկան հասակում Հակոբը այն մարդկանց տեսակից էր, ում կյանքը սովորեցրել էր ոչ ոքի չվստահել։ Երկրի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկի սեփականատերը, նա վաղուց էր սովորել, որ բիզնեսները արվում են գլխով, երբեք սրտով։ Նրա յուրաքանչյուր որոշում միլիոններ էր շարժում, յուրաքանչյուր բառ կշիռ ուներ, յուրաքանչյուր հայացք հետանքներ էր կրում։ Նրան հարգում էին, նույնիսկ վախենում, բայց երբեք չէին սիրում։ Եվ թերս հենց դա էր այն տարբերությունը, որը նա երբեք չէր նկատել, մինչ այդ հինգշաբթի առավոտը, երբ բժիշկ Ֆերդինանդ Գրիգորյանը փակեց հետազոտությունների թղթապանակը, նրան նայեց այն հայացքով, որը յուրաքանչյուր բժիշկ սովորում է անել, երբ լուրը վատ է։ Քաղցկեղ բառը եկավ որպես հարված տամոքսին, որին հաջորդեցին թվեր, որոնք մահվան դատավճիռ էին հնչում։ 3 ամիս, գուցե 4, եթե բախտ վիճակվեր։ Հակոբը լսում էր ամեն ինչ լռության մեջ, ձեռքերը ծնկներին խաչացված, աչքերը հառած բժշկի հետի սպիտակ պատին։ Նա միշտ գիտեր, որ մի օր կմահանա, բոլորը գիտեն, բայց դաժան տարբերություն կա իմանալու, որ մի բան մի օր տեղի կունենա, օրացույցում ամսաթիչ ունենալու միջ։ Երբ դուրս եկավ բուժարանից, քաղաքը նույնն էր մնացել։ Մաշտոցի պողոտայի քաոսային երթեկությունը, շրջիկ վաճառողները, որոնք բղավում էին իրենց առաջարկները, շտապով գործադիրները, հեռախոսները ականջներին կպած։ Ոչինչ չէր փոխվել, բացի ամեն ինչից։ Հակոբը ժամերով աննպատակ քայլում էր, մի բան, որ տասնամյակներ շարունակ չէր արել։ Նա, ով միշտ հանդիպում, ժողով տեղ ուներ լինելու, այժմ շրջում էր փողոցներում որպես ուրվական իր սեփական կյանքում։ Այսպես հասավ դեղատուն։ Դա այդ մեծ անձնական ցանցերից չէր, լյումինեսցենտ լույսերով, անվերջ դարակներով։ Դա թաղային դեղատուն էր Նոր Նորքում, դեղերի բնորոշ հոտով, խառնված էժան օծանելիքի օճառի հոտի հետ։ Հակոբը նույնիսկ չգիտեր, թե ինչու էր մտել։ Թերս ինչ-որ բան գնելու, որը կթեթացներ գլխացավը, որը ցավում էր նրա քունքերում, կամ թերս պարզապես փախչելու արից, որը այրում էր նրա մեջքը։ Հենց այդ ժամանակ տեսավ նրան։ Լուսինե Սարգսյանը կանգնած էր վաճառասեղանի հետում, դեղատոմսերը դասավորելով այն մանրակրկիտ ուշադրությամբ, որ որոշ մարդիկ ունեն կյանքի պարզ բաների նկատմամբ։ Նա կրում էր դեղատան սպիտակ խալաթը, ուներ շագանակագույն մազերը հավաքած ամբարդ հյուսով, երբ բարձրացրեց աչքերը նրա վրա, Հակոբը զգաց մի բան, որ այդքան երկար ժամանակ չէր զգացել, որ գրեթե չճանաչեց։ Հետաքրքրություն։ Կարող եմ օգնել ձեզ, պարոն, հարցրեց նա, նրա ձայնը ուներ այն մեղմ ռիթմը, որով խոսում են նրանք, ովքեր սովոր են շփվել խոցելի մարդկանց հետ։ Հակոբը գլխացավի համար ինչ-որ բան խնդրեց, ինչ ասես, դիտում էր, թե ինչպես էր նա շարժվում դեղատան փոքր տարածքում հանգիստ արդյունավետությամբ։ Նրա մեջ ինչ-որ բան կար, որը նրան հետաքրքրում էր։ Դա գեղեցկություն չէր, թե նա գեղեցիկ էր իր պարզ ծով։ Դա ավելի խորը բան էր, մի տեսակ հանգստություն, որը հակադրվում էր դրսի քաղաքի մշտական շարժին։ Երկար ժամանակ է այստեղ եք աշխատում, հարցրեց նա, առանց լիովին հասկանալու, թե ինչու։ Լուսինեն ժպտաց, մի փոքր, բայց անկեղծ ժպիտ։ 3 տարի։ Թաղամասի կեսին ճանաչում եմ իրենց գնաց դեղերով։ Դուք նոր եք այստեղ, չէ՞։ Հակոբը հաստատեց, վճարեց, դուրս եկավ։ Բայց վերադարձավ հաջորդ օրը։ Եվ մյուս օրը։ Միշտ ինչ-որ պատրվակով, միշտ պատճառ գտնելով մտնելու այդ փոքրիկ դեղատուն խոսելու այդ աղջկա հետ, ով կարծես թե աշխարհը կրում էր իր ուսերին, առանց բողոքելու։ 4-րդ օրն էր, որ Լուսինեն ուղիղ հարցրեց. Պարոն, լավ եք։
Որովհետ ինձ թվում է, թե ձեզ գլխացավի դեղ չի պետք։ Նրա անկեղծությունը զինաթափեց նրան։ Հակոբը, ով դիմակների ճակատների մի ամբողջ կյանք էր կառուցել, հայտնվեց չիմանալով, թե ինչ ասել։ Եվ հետո, առանց լիովին հասկանալու, թե ինչու, պատմեց։ Խոսեց ախտորոշման մասին, 3 ամսվա մասին, իր դատարկ առանձնատան խլացուցիչ լռության մասին։ Լուսինեն լսում էր նրան, առանց ընդհատելու, առանց ուսին այն հովանավորող թփթփոցների, որ մարդիկ սովորաբար անում են, երբ չգիտեն, թե ինչ ասել։ Երբ նա ավարտեց, Լուսինեն պարզապես ասաց. «Շատ ցավում եմ։ Շատ դժվար պետք է լինի դրան մենակ դիմակայելը»։ Մենակ բառը օրեր շարունակ արձագանքում էր Հակոբի մտքում։ Նա ամբողջ կյանքը մենակ էր անցկացրել, բայց երբեք դա իրեն չէր խոստովանել։ Միշտ եղել էին բիզնեսներ, պարտավորություններ, շուրջը մարդիկ։ Բայց շուրջը մարդիկ չեն նշանակում իրական ընկերակցություն, նա հայտնաբերում էր։ Դեղատան զրույցները դարձան նրա օրերի կարևորագույն մասը։ Լուսինեն պատմում էր իր պապիկ-տատիկների մասին, ում խնամում էր, այն մասին, թե որքան դժվար էր օրական 12 ժամ աշխատելը դեռ ուժ ունենալը ընթրիք պատրաստելու, դեղ տալու, անկողնային սպիտակեղենը փոխելու համար։ Խոսում էր այն երազանքների մասին, որոնք պահել էր մի դարակում, որովհետև կյանքն այլ պլաններ ուներ։ Եվ Հակոբը լսում էր, իսկապես լսում էր, թերս առաջին անգամ տասնամյակների ընթացքում։ Դա ուրբաթ օր էր, երբ անձրը ուժգին թափվում էր, դեղատունը դատարկ էր, որ ինչ-որ բան փոխվեց նրանց մեջ։ Լուսինեն փակում էր դրամարկղը, երբ Հակոբը թրջված մտավ, առանց անձրանոցի, այն տեսքով, թե ով այլս չի հոգում արտաքինի մասին։ «Դուք թոքաբորբ կստանաք», ասաց նա, վերցնելով մի հին սրբիչ, որը պահում էր պահարանում։ «Նստեք այստեղ, թեյ կպատրաստեմ»։ Նրանք ժամերով զրուցեցին այդ գիշեր, մինչ անձրը թմբկահարում էր տանիքին, դրսի քաղաքը լույսերի ու ջրի պղտորության մեջ էր լուծվում։ Հակոբը խոսեց իր կյանքի մասին, այն մասին, թե ինչպես էր կայսրություն կառուցել, բայց մոռացել ընտանիք կառուցել։ Լուսինեն պատմեց իր համեստ մանկության մասին, հոր մասին, ով հեռացել էր, մոր մասին, ով հրաշքներ էր գործել քչից։ Երբ լռությունը վերջապես իջավ նրանց միջ, դա անհարմար չէր։ Դա այն լռություններից էր, որոնք առաջանում են, երբ երկու մարդ ինչ-որ բան են ճանաչում միմյանց մեջ, ինչ-որ բան, որին բառեր պետք չեն։ Հենց այդ ժամանակ Հակոբն ասաց. «Ես ձեզ համար առաջարկություն ունեմ»։ Լուսինեն բարձրացրեց աչքերը, հետաքրքրված, բայց զգույշ։ «Ես ուզում եմ, որ դուք ամուսնանաք ինձ հետ»։ Նրա դեմքի շոկը կոմիկական կլիներ, եթե իրավիճակն այդքան լուրջ չլիներ։ Բայց Հակոբը շարունակեց, նախքան նա կկարողանար բողոքել. «Ես սիրո մասին չեմ խոսում։ Գիտեմ, որ հազիվ ենք ճանաչում միմյանց։ Բայց ես ունեմ 3 ամիս կյանք, ունեմ մի կարողություն, որի հետ չգիտեմ, թե ինչ անել։ Ես ընտանիք չունեմ, ժառանգներ չունեմ։ Իսկ դուք ունեք մի բարություն, որը հազվադեպ է։ Իմ վերջին ամիսներին ինձ ուղեկցելու, ինձ ընկերակցելու դիմաց, դուք կժառանգեիք ամեն ինչ։ Կարող էիք հոգ տանել ձեր պապիկ-տատիկների մասին, իրականացնել ձեր երազանքները, ունենալ այն կյանքը, որին արժանի եք։ Դա խելագարություն է, շշնջաց Լուսինեն։ Գիտեմ։ Բայց ես մարդ եմ, ով 3 ամսից կմահանա, հայտնաբերել եմ, որ միակ բանը, որ իսկապես ուզում եմ գնալուց առաջ, մենակ չլինելն է։ Եվ դուք, ինչ-ինչ պատճառներով, որոնք լիովին չեմ հասկանում, ստիպում եք ինձ ավելի քիչ մենակ զգալ։ Լուսինեին օրեր պահանջվեցին պատասխանելու համար։ Հակոբը չճնշեց, պարզապես շարունակում էր հայտնվել դեղատանը, զրուցելով, թույլ տալով նրան մարսել այն խելահեղ առաջարկը, որ արել էր։ Նա գիտեր, որ դա անհեթեթ էր, գիտեր, որ հսկայական բան էր խնդրում։ Բայց տասնամյակների ընթացքում առաջին անգամ նա լիովին անկեղծ էր այն մասին, թե ինչ էր ուզում։ Երբ Լուսինեն վերջապես ասաց «այո», դա կիրակի կեսօր էր, երբ նա գտավ նրան նստած դեղատան դիմացի հրապարակի նստարանին։ «Ես համաձայն եմ», ասաց նա, նստելով նրա կողքին։ «Բայց ոչ փողի համար։ Համաձայն եմ, որովհետև ձեր աչքերում մի բան տեսա, որը ճանաչում եմ։ Մենակություն։ Եվ ոչ ոք չպետք է մենակ մահանա»։ Ամուսնությունը զուսպ էր, գրեթե գաղտնի։ Քաղաքի կենտրոնում գտնվող մի գրասենյակ, 2 վկա, որոնց Հակոբը հազիվ էր ճանաչում, ոչ մի շքեղություն կամ տոնակատարություն։ Երբ դուրս եկան այնտեղից, թղթի վրա ամուսնացած, բայց գործնականում օտար, անձրը նորից սկսել էր թափվել։ Հակոբը իր ձեռքը մեկնեց Լուսինեին, նա ընդունեց։ Դա սկիզբ էր։
Վարդանյանների առանձնատունը գտնվում էր Երանի ամենաազնվական թաղամասերից մեկում, թաքնված բարձր պարիսպների անթերի այգիների հետում։ Երբ Լուսինեն առաջին անգամ անցավ դարպասներով որպես տիկին Վարդանյան, նա զգաց հազարավոր դատող հայացքների ծանրությունը, թե ոչ ոքի չէր տեսնում։ Այդ տունը հսկայական էր, ցուրտ, լի թանկարժեք կահույքով կյանքի դատարկությամբ։ Իզաբելլա Խաչատրյանը, տնային կառավարչուհին, ով Հակոբի մոտ աշխատում էր 15 տարի, Լուսինեին դռան մոտ դիմավորեց մի հայացքով, որը խառնում էր անվստահությունն ու վատ թաքցրած արամարանքը։ «Բարի գալուստ, տիկին Վարդանյան», ասաց նա, բայց տոնը հստակ դարձրեց, որ երիտասարդ կինը բարի գալուստ չէր։ Առաջին օրերը լարված էին։ Լուսինեն շարժվում էր տանը որպես օտար տարածքի ներխուժող։ Յուրաքանչյուր սենյակ կարծես բղավում էր, որ նա այնտեղի չէր, յուրաքանչյուր ծառա նրան նայում էր այն չարամիտ հետաքրքրությամբ, որ մարդիկ ունեն, երբ ուզում են թերություններ գտնել։ Բայց Լուսինեն վաղուց էր սովորել կյանքում, որ դատողության հետ վարվելու լավագույն ձը պարզապես շարունակելն է լինել այն, ինչ կաս։ Նա վաղ էր արթնանում, իր սուրճն էր պատրաստում, օգնում էր խոհանոցում, նույնիսկ երբ Ռոզան խոհարարուհին պնդում էր, որ դա տիրուհու գործը չէ։ Զրուցում էր այգեպանների հետ, հիշում էր բոլորի անունները, հարցնում էր իրենց ընտանիքների մասին։ Աստիճանաբար սկզբնական թշնամանքը սկսեց մեղմանալ, փոխարինվելով մի բանով, որը հարգանքի էր նման։ Հակոբը հեռվից դիտում էր ամեն ինչ, հմայված։ Նա Լուսինեին բերել էր իր տուն, մտածելով, որ ինքն է նրան ինչ-որ բան տալիս, բայց հայտնաբերում էր, որ հակառակն էր։ Նա կյանք էր բերում այդ դամբարանին, լցնում էր լուռ միջանցքները ծիծաղով ու զրույցներով, առանձնատունը տուն էր դարձնում։ Գիշերները ամենատարօրինակ ժամանակն էին։ Համաձայնությունը հստակ էր։ Առանձին սենյակներ, ամուսնություն միայն թղթի վրա։ Բայց ինչ-որ բան կար նրանց բաժանման ձում իրենց սենյակների դռան մոտ, մի վայրկյանի տատանում, նախքան յուրաքանչյուրը կգնար իր կողմը, որը հուշում էր, որ երկուսն էլ սկսում էին կասկածի տակ դնել իրենց սահմանած կանոնները։ Հենց այդ գիշերներից մեկն էր, երբ Հակոբը ցավի նոպա ունեցավ, Լուսինեն լսեց նրա խուլ հեգնանքները պատի միջով, որ նա առանց թակելու մտավ նրա սենյակ։ Գտավ նրան ծալված մահճակալի վրա, դեմքը գունատ, ձեռքերը դողում էին, մինչ փորձում էր դեղի շիշը բացել։ «Թույլ տվեք օգնել ձեզ», մեղմ ասաց նա, վերցնելով շիշը նրա ձեռքից։ Լուսինեն ամբողջ գիշեր մնաց նրա հետ, նստած մահճակալի կողքի բազկաթոռին, բռնելով նրա ձեռքը, երբ ցավը դառնում էր անտանելի, խոնավ շորով սրբելով նրա ճակատը, երբ ջերմությունը բարձրանում էր։ Առավոտյան, երբ Հակոբը վերջապես քնեց, նա դեռ այնտեղ էր, գլուխը կողքի թեքված անհարմար քնի մեջ։ Երբ նա արթնացավ, տեսավ նրան, ինչ-որ բան փոխվեց նրա մեջ։ Ինչ-որ բան, որն այդքան երկար ժամանակ փակված էր, որ նա մոռացել էր, որ գոյություն ուներ։ Հակոբ Վարդանյանի ամուսնության լուրը Երանի բարձր հասարակության մեջ տարածվեց ցամաք ծղոտի վրա բռնկված կրակի պես։ Եվ լուրի հետ եկավ Վիվյան Հարությունյանը։ Վիվյանը տարիներ առաջ Հակոբի ընկերուհին էր եղել, մի հարաբերություն, որը նա լուրջ էր համարում, իսկ նա հարմար։ Երբ նա բաժանվեց, Վիվյանը երբեք լիովին չընդունեց դա, միշտ հույս պահելով, որ նա կվերադառնա։ Ամուսնության լուրը ապտակ էր նրա ինքնասիրությանը։ Նա հայտնվեց առանձնատանը երեքշաբթի կեսօրին, ամբողջովին շանել հագած ամբարտավան, պահանջելով տեսնել Հակոբին։ Երբ Լուսինեն բացեց դուռը, Վիվյանը նրան ոտքից գլուխ ուսումնասիրեց այն հայացքով, որը որոշ կանայք օգտագործում են որպես զենք։ «Ուրեմն դուք եք բախտավորը, ով բռնել է Հակոբ Վարդանյանին», ասաց նա, թույնը կաթում էր յուրաքանչյուր բառից։ Շատ հարմար պետք է եղած լինի դեղատան վաճառողուհու համար հարուստ հիվանդ տղամարդ գտնելը։ Լուսինեն չկերավ խայծը։ Քաղաքավարի ժպտաց ասաց. «Պարոն Վարդանյանը հանգստանում է։ Եթե ուզում եք հաղորդագրություն թողնել, կարող եմ փոխանցել»։ Լուսինեի հանգստությունը Վիվյանին ավելի շատ զայրացրեց, քան ցանկացած բարկացած պատասխան կարող էր անել։ Նա գնաց, խոստանալով, որ դա չէր ավարտվել, Լուսինեն գիտեր, որ չէր ավարտվել։ Բայց այդ գիշեր, երբ պատմեց Հակոբին այցելության մասին, նա պարզապես ասաց. «Վիվյանը միշտ դժվարացել է ընդունել, որ մենք չենք կարող կառավարել ուրիշների զգացմունքները։ Մի անտեսիր նրան։ Ավելի հեշտ է ասել, քան անել»։ Վիվյանը սկսեց լուր, բայց արդյունավետ արշավ Լուսինեի դեմ։ Տարածեց լուրեր իր բարձր հասարակության ընկերուհիների միջ, ճաշկերույթների կոկտեյլների ժամանակ ակնարկեց, որ երիտասարդ կինը փողի որսորդ է, որ շահարկել է խոցելի մարդուն։
Շշուկները հասնում էին Լուսինեին ծառաների միջոցով, արամարական հայացքների միջոցով այն խնջույքներին, որոնց Հակոբը պնդում էր, որ նա ուղեկցի իրեն։ Լուսինեն ամեն ինչ տանում էր այնպիսի արժանապատվությամբ, որը տպավորում էր նույնիսկ Իզաբելային, ով սկսել էր նրան այլ աչքերով նայել։ Տնային կառավարչուհին տեսել էր, թե քանի կին է անցել Հակոբի կյանքով տարիների ընթացքում, բոլորը հետաքրքրված էին նրա փողով ու կարգավիճակով։ Բայց Լուսինեն այլ էր։ Նա չէր պարծենում, չէր պահանջում, չէր բողոքում։ Նա պարզապես ապրում էր այն նյարդայնացնող պարզությամբ, որը անհնար է ձացնել։ Այն ամիսները, որոնք պետք է երեքը լինեին, սկսեցին անցնել տարօրինակ ռիթմով։ Հակոբը Լուսինեն հարմարավետ առօրյա մշակեցին։ Առավոտյան նախաճաշ միասին պատշգամբում, որտեղ նա բարձրաձայն կարդում էր նորությունները, իսկ նա ձացնում էր, թե ավելի շատ չի հետաքրքրվում նրա ձայնը լսելով, քան նորությունների բովանդակությամբ։ Այգում զբոսանքներ կեսօրին, երբ շոգը մեղմանում էր, նրանք կարող էին խոսել ամեն ինչի ոչնչի մասին։ Ընթրիքներ մոմի լույսի տակ, ոչ թե այն պատճառով, որ ռոմանտիկ էր, այլ այն պատճառով, որ Լուսինեն հայտնաբերել էր, որ մեղմ լույսը այդքան չէր ցավեցնում Հակոբի աչքերը, երբ նա հոգնած էր։ Եվ հետո մի շոգ ամառային գիշեր, երբ դրսի քաղաքը եռում էր, իսկ առանձնատան ներսում օդորակիչը մեղմ զզում էր, վերջապես ինչ-որ բան տեղի ունեցավ։ Նրանք գրադարանում էին, Հակոբը ձացնում էր, թե գիրք է կարդում, իսկ Լուսինեն իսկապես կարդում էր, երբ նա պարզապես ասաց. «Ես սիրում եմ քեզ»։ Բառերն այնքան բնականորեն դուրս եկան, որ մի պահ պահանջվեց երկուսի համար էլ մարսելու, թե ինչ էր ասվել։ Լուսինեն բարձրացրեց աչքերը գրքից, սիրտը ուժգին բաբախում էր։ «Գիտեմ, որ դա համաձայնության մաս չէր», շարունակեց Հակոբը, բառերը հիմա խառնված էին։ «Գիտեմ, որ դուք դա ընդունել եք որպես գործնական պայմանավորվածություն, որ դա երբեք զգացմունքների մասին չէր։ Բայց ես այլս չեմ կարող ծածնել, որ դուք պարզապես իմ ժամանակավոր ուղեկիցն եք։ Դուք դարձել եք ամեն ինչ, Լուսինե։ Դուք կյանք բերեցիք այս տուն, ինձ։ Եվ ես գիտեմ, որ շուտով կմահանամ, բայց պետք է իմանաք, որ ձեզ հետ անցկացրած այս ամիսներն ավելի իրական էին, քան բոլոր այն տարիները, որ ես ապրել եմ առաջ»։ Լուսինեն դանդաղ փակեց գիրքը, մարսելով յուրաքանչյուր բառ։ Եվ հետո առաջին անգամ նրանց ծանոթությունից ի վեր թույլ տվեց, որ իր սեփական պատնեշները փլուզվեն։ «Ես էլ եմ քեզ սիրում», ասաց նա, նրա ձայնը դողում էր։ «Ես փորձեցի թույլ չտալ, որ դա տեղի ունենա, բայց դա տեղի ունեցավ։ Եվ ես վախենում եմ, Հակոբ։ Ես վախենում եմ կորցնել քեզ հենց հիմա, երբ գտել եմ քեզ»։ Նա 3 քայլով անցավ նրանց միջ եղած հեռավորությունը քաշեց նրան իր գրկի մեջ։ Եվ այնտեղ մի առանձնատան լուռ գրադարանում, որն այլս այդքան դատարկ չէր թվում, երկու մենակ սրտեր վերջապես գտան իրենց տեղը։ Այդ գիշերն առաջինն էր, երբ նրանք չքնեցին առանձին սենյակներում։ Շտապողականություն չկար, հրատապություն չկար։ Պարզապես երկու մարդ, ովքեր թույլ էին տալիս իրենց լինել խոցելի, տեսանելի, սիրելի։ Եվ երբ վերջապես քնեցին միմյանց գրկում, երկուսն էլ գիտեին, որ ինչ-որ հիմնարար բան էր փոխվել նրանց մեջ։ Հարմարավետության ամուսնությունը դարձել էր շատ ավելի բարդ, անսահմանորեն ավելի թանկ բան։ Հաջորդ օրերը գրեթե սյուրռեալիստական երջանկություն էին։ Հակոբն ավելի երիտասարդ, ավելի կենդանի էր թվում։ Նա ավելի շատ էր ծիծաղում, ավելի շատ էր դուրս գալիս, հետաքրքրվում էր բաներով, որոնք տարիներ շարունակ անտեսել էր։ Լուսինեն ծաղկում էր նրա կողքին, տարիքային տարբերությունը, որն այդքան սկանդալային էր հասարակության համար, պարզապես դադարում էր կարող լինել, երբ նրանք միասին էին։ Հակոբն էր, ով գաղափար ունեցավ առանձնատան մի մասը համայնքային կենտրոն դարձնելու մասին։ Նա ավելի քան բավարար փող ուներ, կյանքում առաջին անգամ ուզում էր այդ փողը օգտագործել մի բանի համար, որն իսկապես կարևոր էր։ Լուսինեի խանդավառ աջակցությամբ սկսվեցին պլանները։ Էլիտան սարսափով արձագանքեց։ Ազնվական առանձնատունը աղքատների համար կենտրոն դարձնել։ Դա սկանդալ էր։ Վիվիանը գլխավորեց վրդովմունքի արշավը, կազմակերպելով ճաշկերույթներ, որտեղ թեման քննարկվում էր վատ թաքցված մտահոգության քողի տակ։ Բայց Հակոբն այլս չէր հոգում։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ նա անում էր մի բան, որը իսկապես կարևոր էր զգում։ Եվ Լուսինեի կողքին, ով իսկապես գիտեր համայնքի կարիքները, նա սկսեց աշխարհին այլ աչքերով նայել։ Կենտրոնը բացեց իր դռները մարտի մի արոտ շաբաթ օրը։ Այն ուներ սննդի բաշխման տարածք, անվճար բժշկական կաբինետ, մասնագիտական դասընթացների սենյակ, երեխաների համար տարածք։
Լուսինեն ամենուր էր միաժամանակ, կազմակերպելով, օգնելով, ժպտալով։ Հակոբը նրան դիտում էր մի սիրով, որը ցավում էր կրծքին։ Ինչպես էր հնարավոր այդքան սիրել մեկին, ում այդքան քիչ ժամանակ էր ճանաչում։ Ինչպես էր հնարավոր, որ դեղատան վաճառողուհին ամիսների ընթացքում կարողացել էր անել այն, ինչ ոչ ոք չէր կարողացել անել տասնամյակների ընթացքում։ Ստիպել նրան զգալ, որ իր կյանքը իմաստ ուներ։ Բայց երջանկությունը, ինչպես Լուսինեն էր սովորում, հազվադեպ է տում առանց փորձության։ Եվ առաջին փորձությունը կգար այնտեղից, որտեղ նա ամենաքիչն էր սպասում։ Հենց Իզաբելան բերեց լուրը՝ մի մռայլ առավոտ։ Լուրեր կային, ասաց նա, այն տոնով, թե ով չի ուզում վատ լուրերի կրողը լինել, բայց զգում է, որ բարոյական պարտավորություն ունի։ Լուրեր, որ Վիվիանը ապացույցներ էր հավաքում, փորձելով անվավեր ճանաչել Հակոբի Լուսինեի ամուսնությունը։ Ինչպիսի՞։ Ապացույցներ, հարցրեց Լուսինեն, սիրտը սեղմված։ Իզաբելան վարանեց։ Նա ասում է, որ դուք շահարկել եք պարոն Վարդանյանին, որ օգտվել եք նրա խոցելի վիճակից։ Փորձում է համոզել ընկերության գործընկերներին, որ նա լիովին չէր տիրապետում իր ֆակուլտետներին, երբ ամուսնացավ։ Մեղադրանքի անհեթեթությունը ծիծաղելի կլիներ, եթե այդքան վտանգավոր չլիներ։ Լուսինեն գիտեր, որ օրենքը երբեմն կարող է դաժան լինել նրանց նկատմամբ, ովքեր իշխանություն կամ կապեր չունեն։ Եվ նա, դեղատան վաճառողուհի, ամուսնացած հիվանդ մագնատի հետ, կատարյալ թիրախ էր նման հարձակման համար։ Երբ պատմեց Հակոբին, նա այնքան զայրացավ, որ Լուսինեն երբեք չէր տեսել։ Նա անմիջապես զանգահարեց իր փաստաբաններին, իր գործընկերներին, հստակ ասելով, որ ցանկացած մեկը, ով կաջակցի Վիվիանին իր չարամիտ ծրագրում, ավտոմատ կերպով կկտրվի իր կյանքից, իր բիզնեսից։ Բայց Լուսինեն անհանգիստ էր։ Նա սովորել էր, որ Վիվիանի նման մարդիկ հեշտությամբ չեն հանձնվում, հատկապես, երբ շարժվում են վիրավորված էգոյով նախանձով։ Եվ նա զգում էր, որ ամենավատը դեռ առջում է։ Նա ճիշտ էր։ 2 շաբաթ անց Վիվիանը հայտնվեց մի գործնական ընթրիքի ժամանակ, որին Հակոբը ստիպված էր մասնակցել։ Նրան ուղեկցում էր Մարտին Ավետիսյանը, ընկերության ամենահին պահպանողական գործընկերներից մեկը, հայտնի իր ընտանիքի բիզնեսի վերաբերյալ ավանդական հայացքներով։ Ընթրիքի ընթացքում Վիվիանը սպասեց այն ճիշտ պահին, երբ բոլորի ուշադրությունը Հակոբի Լուսինեի վրա էր։ Այնուհետ, այն քաղցր ձայնով, որը թույն էր թաքցնում, ասաց. Հակոբ, սիրելիս, մենք բոլորս այդքան անհանգստացած ենք ձեզ համար։ Շատ դժվար պետք է լինի հաղթահարել ձեր վիճակը միաժամանակ այդքան կարևոր որոշումներ կայացնել։ Ես վստահ եմ, որ տիկին Սարգսյանը շատ նվիրված է, բայց արդյոք արդար է նրա նկատմամբ նրան կապել մի ամուսնության հետ, որը, անկեղծ ասած, ծնվել է այդքան նուրբ իրավիճակից։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Բոլոր հայացքները դարձան Լուսինեի վրա, գնահատելով, դատելով։ Նա զգաց դեմքը տաքանում, բայց պահպանեց հանգստությունը։ Հակոբն էր, ով խախտեց լռությունը։ Նրա ձայնը սառն էր, ինչպես սառույցը, երբ ասաց. Վիվիան, ես դա կասեմ մեկ անգամ, միայն մեկ անգամ։ Լուսինեն տիկին Սարգսյանը չէ։ Նա իմ կինն է, Լուսինե Վարդանյանը։ Եվ այն փաստը, որ դուք չեք կարողանում ընդունել, որ ես ընտրել եմ իմ վերջին ամիսներն անցկացնել մեկի հետ, ով իսկապես սիրում է ինձ, ոչ թե մեկի հետ, ով միայն սիրում է այն, ինչ ես ներկայացնում եմ, շատ ավելին է ասում ձեր մասին, քան նրա։ Նա վեր կացավ, իր ձեռքը մեկնեց Լուսինեին, ասաց. Մենք գնում ենք։ Բարի գիշեր բոլորիդ։ Երբ դուրս էին գալիս, Լուսինեն զգում էր հայացքները, որոնք այրում էին իր մեջքը։ Ոմանք հիացմունքից, ուրիշներ՝ շոկից, շատերը՝ անհամաձայնությունից։ Բայց երբ Հակոբը սեղմեց նրա ձեռքը մեղմ ասաց. Դու լավ ես, նա հասկացավ, որ կարևոր չէ, թե ինչ էին մտածում այդ մարդիկ։ Կարևորն այն էր լինել մեկի կողքին, ով պաշտպանում է քեզ, ով ընտրում է քեզ, ով սիրում է քեզ։ Այդ գիշեր, միասին պառկած սենյակի մթության մեջ, Լուսինեն ասաց. Շնորհակալություն այսօր ինձ պաշտպանելու համար։ Հակոբը համբուրեց նրա ճակատը։ Պետք չէ շնորհակալություն հայտնել։ Դու իմ կինն ես։ Եվ ես քեզ սիրում եմ ավելին, քան երբեք պատկերացրել էի, որ հնարավոր է սիրել մեկին։ Երբեք թույլ չեմ տա, որ ոչ ոք քեզ անարգի։ Եվ մինչ նրանք քնում էին միմյանց գրկում, երկուսն էլ կրում էին նույն լուռ հարցը. Որքան ժամանակ դեռ կունենան միասին։ Որքան ժամանակ մինչ հիվանդությունը կտաներ Հակոբին Լուսինեին նորից մենակ կթողներ։
Բայց առայժմ, այդ գիշեր, նրանք ընտրեցին չմտածել ապագայի մասին։ Նրանք ընտրեցին պարզապես լինել այնտեղ, ներկա, կենդանի, միասին։ Որովհետև երբեմն ներկան այն ամենն է, ինչ ունենք։ Եվ երբեմն դա ավելին է, քան բավարար։ Պատմեք ինձ, թե ինչ կարծիք ունեք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, թե ինչպես այն կավարտվի։ Ընթրիքից հետո հաջորդող օրերը լուռ լարվածություն էին, որը կախված էր առանձնատան վրա, ինչպես ծանր ամպը մինչ փոթորիկը։ Հակոբը հստակ հայտնել էր իր դիրքորոշումը, բայց Վիվիանն այն տեսակից չէր, ով պարտությունը նրբագեղությամբ կընդունի։ Նա կապեր ուներ, ազդեցություն, ամենից առաջ, վիրավորված հպարտություն ուներ։ Վտանգավոր համակցություն։ Լուսինեն շարունակում էր իր առօրյան համայնքային կենտրոնում, որը նրանք բացել էին, հենց այնտեղ էր նա խաղաղություն գտնում։ Տեսնել, թե ինչպես են թաղամասի մայրերը իրենց երեխաներին բերում լրացուցիչ դասերի, տարեցները գալիս անվճար բժշկական խորհրդատվությունների, երիտասարդները սովորում նոր մասնագիտություններ, այս ամենը ստիպում էր բարձր հասարակության դատողությունը փոքր ու աննշան թվալ։ Հենց այդ առավոտներից մեկն էր, երբ տիկին Անահիտի 70 տարեկան մի կնոջ հետ, ով 5 տասնամյակ ապրում էր թաղամասում, սննդի նվիրատվություններ էր կազմակերպում, որ Լուսինեն տարբեր բան զգաց։ Հանկարծակի գլխապտույտ, որին հաջորդեց սրտխառնոց, որը ստիպեց նրան վազել զուգարան։ Երբ վերադարձավ, գունատ սառը քրտինքով, տիկին Անահիտը նրան նայեց այն գիտելիքով, որ միայն տարեց կանայք ունեն։ «Աղջիկս, դու հղի ես», ասաց նա, առանց շրջանցելու։ Լուսինեն նյարդայնորեն ծիծաղեց։ «Ոչ, հղի չեմ։ Երի պարզապես ինչ-որ բան եմ կերել»։ Բայց տիկին Անահիտը պարզապես ժպտաց, այն ժպիտով, որն ասում էր, ես շատ լավ գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում։ Ես 7 երեխա ունեմ, սիրելիս։ Ես ճանաչում եմ այդ հայացքը, այդ գունատությունը։ Դու հղի ես, այո։ Հարցն այն է, դու արդեն գիտես, թե փախչում ես իմանալուց։ Հարցը ամբողջ օրը արձագանքում էր Լուսինեի գլխում։ Նա զգույշ էր եղել, բայց ոչ ամբողջությամբ զգույշ։ Եվ հիմա, երբ տիկին Անահիտը գաղափարի սերմը ցանել էր, Լուսինեն սկսեց հաշվել օրերը, հաշվարկներ անել, նկատել նշաններ, որոնք անտեսել էր։ Ավելորդ հոգնածությունը։ Ավելի զգայուն կուրծքը։ Ճաշակի փոփոխությունը։ Այդ կեսօրին նա դեղատնից թեստ գնեց։ Հեգնանքը աննկատ չմնաց։ Նա, ով տարիներ շարունակ այդ թեստերն էր վաճառել, հիմա իր համար էր գնում։ Թաքցրեց տուփը պայուսակում, կարծես մաքսանենգ ապրանք լիներ, սպասեց, մինչ Հակոբը կգնար իր փաստաբանների հետ հանդիպման, որպեսզի թեստը աներ։ Սպասման 3 րոպեն նրա կյանքի ամենաերկարն էին։ Լուսինեն նստեց լոգարանի եզրին, ձեռքերը դողում էին, սիրտը այնքան ուժգին բաբախում էր, որ նա կարող էր լսել այն։ Երբ վերջապես նայեց արդյունքին, 2 վարդագույն գծեր էին նրան հետ նայում։ Դրական։ Նա հղի էր։ Հղի մի մարդուց, ով, ըստ բժիշկների, առավելագույնը մի քանի ամիս կյանք ուներ։ Հղի մի երեխայից, ով թերս երբեք չէր ճանաչի իր հորը։ Հղի մի ամուսնության մեջ, որը սկսվել էր որպես գործնական պայմանավորվածություն, վերածվել էր իսկական սիրո, բայց այնուամենայնիվ սեր էր, ժամկետով։ Լուսինեն չգիտեր, ծիծաղեր, թե լացեր, ուստի արեց երկուսն էլ։ Նստեց զուգարանի սառը հատակին, թույլ տվեց, որ արցունքները հոսեն, մինչ հիստերիկ ծիծաղը դուրս եկավ նրա շուրթերից։ Կյանքը երբեմն դաժան հումոր ուներ։ Նրան օրեր պահանջվեցին Հակոբին պատմելու համար։ Ամեն գիշեր, երբ նա նրան մահճակալին մոտ էր քաշում, նրանք խոսում էին օրվա մասին, բառերը մնում էին նրա կոկորդում։ Ինչպես պատմել մահացող մարդուն, որ նա հայր է դառնալու։ Ինչպես կյանքի ամենաերջանիկ լուրը վերածել ցավի մեկ այլ աղբյուրի։ Հակոբն էր, ով նկատեց, որ ինչ-որ բան այն չէ։ Նա հիմա նրան շատ լավ էր ճանաչում, նկատում էր նրա տրամադրության յուրաքանչյուր փոփոխություն, յուրաքանչյուր հեռավոր հայացք, յուրաքանչյուր լռություն, լի չասված բառերով։ Մի գիշեր, ընթրիքից հետո, նա բռնեց նրա ձեռքերը, ասաց. Լուսինե, ինչ էլ որ լինի, կարող ես ինձ պատմել։ Մենք միասին կդիմակայենք դրան։ Եվ այսպես, բռնելով նրա ձեռքերը, արցունքներն արդեն հոսում էին դեմքով, Լուսինեն ասաց. Ես հղի եմ։ Հաջորդած լռությունը կարծես հավերժ տեց։ Հակոբը պարզապես նայում էր նրան, մարսելով տեղեկությունը, Լուսինեն չէր կարողանում կարդալ նրա արտահայտությունը։ Վախ, թերս։ Զայրույթ։ Տխրություն։ Այնուհետ նա ժպտաց։
Մի հսկայական, անկեղծ ժպիտ, որը լուսավորեց նրա ամբողջ դեմքը, տարիներ խլեց նրա արտաքինից։ Դու հղի ես, կրկնեց նա, կարծես պետք լիներ բառերը նորից լսել, հավատալու համար։ Մենք երեխա կունենանք։ Եվ հետո նա միաժամանակ ծիծաղում լացում էր, Լուսինեին քաշելով իր գրկի մեջ, նրա հետ պտտվելով սենյակում։ Մի երեխա, կրկնում էր նա, մի երեխա։ Հակոբ, ասաց Լուսինեն, փորձելով իրականությունը վերադարձնել, դու հիվանդ ես։ Դու կարող ես չլինել այստեղ, երբ երեխան ծնվի։ Նա դադարեց պտտվել, բայց չբաց թողեց նրան։ Գիտեմ։ Բայց առայժմ, այս պահին, ես այստեղ եմ։ Եվ կվայելեմ դրա յուրաքանչյուր վայրկյանը։ Կվայելեմ քո, այս երեխայի, այս երկրորդ հնարավորության յուրաքանչյուր վայրկյանը ընտանիք ունենալու համար, որ կյանքը ինձ տվեց։ Հղիության լուրը արագորեն տարածվեց տանը։ Իզաբելան, Լուսինեի զարմանքին, անկեղծորեն հուզված էր։ Թերս այն պատճառով, որ այդքան տարիներ դատարկ տանը աշխատելուց հետո երեխայի ծիծաղը միջանցքներում լսելու գաղափարը ինչ-որ կերպ հուզում էր նրան։ Ռոզան, խոհարարուհին, անմիջապես սկսեց հատուկ բաղադրատոմսեր պատրաստել հղիների համար։ Նույնիսկ այգեպանները սկսեցին պլանավորել, թե ինչպես այգու մի մասը մանկական խաղահրապարակ դարձնել։ Բայց եթե առանձնատան ներսում լուրը ուրախությամբ ընդունվեց, դրսում դա նոր բամբասանքների վառելիք դարձավ։ Վիվիանը մի ամբողջ օր տոնեց այդ նորությունը։ Հիմա կասկած չկա, ասաց նա իր ընկերուհիներին իր հերթական դավադիր ճաշերից մեկում, նա դիտմամբ է նրան կապել։ Հղիացել է, ժառանգությունը ապահովելու համար։ Դա աշխարհի ամենահին խաղն է։ Լուրերը հասնում էին Լուսինեին, ինչպես միշտ հասնում էին։ Նա փորձում էր չհոգալ, բայց դժվար էր։ Հատկապես, երբ սկսեց զգալ հայացքները այն հազվադեպ դեպքերում, երբ ուղեկցում էր Հակոբին հասարակական միջոցառումների։ Հայացքներ, որոնք կարծես հաշվում էին, թե քանի ամիս է անցել ամուսնությունից, չարամիտ հաշվարկներ անելով իրենց գլուխներում։ Բայց Հակոբը ջառագայթում էր։ Նա ուղեկցում էր Լուսինեին նախածննդյան բոլոր այցելություններին, հարցեր էր տալիս բժիշկներին, կարդում էր հղիության հայրության մասին գրքեր, հուզիչ նվիրումով։ Հակոբի տարիքի տղամարդիկ հազվադեպ են հնարավորություն ունենում առաջին անգամ հայր դառնալու, նա վճռական էր օգտվել յուրաքանչյուր պահից։ Հենց այդ կանոնավոր այցելություններից մեկի ժամանակ տեղի ունեցավ երկրորդ հրաշքը։ Բժիշկը, Ֆերդինանդ Գրիգորյանը, նույնը, ով ամիսներ առաջ տվել էր մահացու ախտորոշումը, խնդրեց նոր հետազոտություններ անել։ Վերջին արդյունքներում ինչ-որ տարօրինակ բան կար, ինչ-որ բան, որը նա ուզում էր ավելի լավ ուսումնասիրել։ Մեկ շաբաթ սպասում։ Մի շաբաթ, երբ Լուսինեն ամեն գիշեր աղոթում էր, ձեռքերը կլորացող փորի վրա, ավելի շատ ժամանակ խնդրելով։ Միայն ավելի շատ ժամանակ։ Միայն բավականաչափ, որպեսզի երեխան ճանաչեր հորը, որպեսզի Հակոբը կարողանար իր որդուն գրկել։ Երբ բժիշկ Ֆերդինանդը նրանց նորից կանչեց բուժարան, նա ուներ այն արտահայտությունը, որ բժիշկներն ունեն, երբ պատրաստվում են մի լուր հայտնել, որը ամեն ինչ կփոխի։ Հակոբը Լուսինեն մտան ձեռքի տված, պատրաստ լսելու, որ վերջը մոտ է, որ պետք է սկսեն նախապատրաստությունները։ Բայց դա չէր այն, ինչ նրանք լսեցին։ Պարոն Վարդանյան, տիկին Վարդանյան, սկսեց բժիշկ Ֆերդինանդը, ձեռքերը սեղանին խաչացված, ես պետք է ներողություն խնդրեմ։ Սկզբնական ախտորոշման մեջ սխալ է եղել։ Հակոբը զգաց սիրտը կանգնելիս։ Սխալ։ Բժիշկը խորը շունչ քաշեց։ Ձեր վիճակը լուրջ է, այո, բայց ոչ մահացու։ Համապատասխան բուժումով, որը ներառում է վիրահատություն, քիմիաթերապիա, ձեր ապաքինման հնարավորությունները բարձր են։ Շատ բարձր։ Մենք խոսում ենք ավելի քան 80%-ով ամբողջական ռեմիսիայի հնարավորության մասին։ Բուժարանի լռությունը այնքան խորն էր, որ կարելի էր լսել պատի ժամացույցի տկտկոցը։ Լուսինեն զգաց ոտքերը թուլանալիս, Հակոբը ստիպված եղավ բռնել նրան։ Դուք ասում եք, սկսեց Հակոբը, ձայնը դողում էր, որ ես չեմ մահանալու։ Ես ոչինչ չեմ կարող երաշխավորել, բժշկությունը բացարձակ հավաստիքներով չի աշխատում։ Բայց ձեր գոյատմանս շատ տարիներ ապրելու հնարավորությունները գերազանց են։ Խորապես ցավում եմ սկզբնական ախտորոշման սխալի համար։ Մեկ այլ հիվանդի հետազոտությունների հետ շփոթություն է եղել։ Դա աններելի է, ես ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Նրանք պետք է կատաղած լինեին։ Պետք է դատական հայց ներկայացնեին, բղավեին, ավելի մանրամասն բացատրություններ պահանջեին։ Բայց այդ պահին Հակոբն ու Լուսինեն միայն կարող էին գրկել միմյանց լացել։
լացել թեթացումից, ուրախությունից, հույսից։ Երբ դուրս եկան բուժարանից, աշխարհը տարբեր էր թվում։ Գույներն ավելի վառ էին, ձայներն ավելի հստակ, ապագան, որը պինդ պատ էր եղել, հիմա բաց անսահման հորիզոն էր։ Հակոբը ապրելու էր։ Կճանաչեր իր որդուն։ Կտեսներ երեխային մեծանալիս, առաջին քայլերն անելիս, առաջին բառերն ասելիս։ Բայց թեթացման հետ եկավ նա մի անհանգիստ հարց, որը նրանցից ոչ ոք չէր ուզում բարձրաձայնել։ Իսկ հիմա ի՞նչ։ Ամուսնությունը կառուցվել էր այն նախապայմանի վրա, որ ժամանակը քիչ էր։ Լուսինեն համաձայնել էր, որովհետև Հակոբը մահանում էր, որովհետև ոչ ոք չպետք է մենակ մահանար, որովհետև 3 ամիսը ընդունելի զոհողություն էր թվում։ Բայց ինչ, եթե հիմա 30 տարի լիներ։ 50։ Հակոբն առաջինը մոտեցավ թեմային։ Նրանք այգում էին, նստած թթենու տակ գտնվող նստարանին, կեսօրվա առը ամեն ինչ ոսկեգույն էր ներկում։ Լուսինե, սկսեց նա զգուշորեն, դուք համաձայնեցիք ամուսնանալ ինձ հետ, որովհետև ես մահանում էի։ Որովհետև դա ժամանակավոր էր։ Բայց հիմա դա այդպես չէ։ Եվ ես պետք է իմանամ։ Եթե կարողանայիք նորից ընտրել, իմանալով, որ դա ոչ թե ընդամենը 3 ամիս է, այլ հնարավոր է մի ամբողջ կյանք, դուք դեռ կընտրեիք մնալ։ Լուսինեն նրան նայեց, իսկապես նայեց։ Տեսնում էր կնճիռները նրա աչքերի շուրջը, մոխրագույն մազերը, տարիքային տարբերությունը, որը երբեմն ստիպում էր նրան զգալ, կարծես տարբեր տիեզերքներում լինեին։ Բայց նա տեսնում էր բարություն, ուժ, սեր։ Տեսնում էր իր որդու հորը։ Տեսնում էր այն մարդուն, ով պաշտպանել էր իր պատիվը ամբողջ հասարակության առաջ։ Տեսնում էր իր ամուսնուն։ Հակոբ, ասաց նա, իր ձեռքերով բռնելով նրա դեմքը, ես համաձայնեցի ամուսնանալ ձեզ հետ, որովհետև դուք մահանում էիք։ Բայց ես սիրահարվեցի ձեզ, որովհետև դուք ինձ սովորեցրիք ապրել։ Այո, եթե կարողանայի նորից ընտրել, իմանալով ամեն ինչ, ես կընտրեի ձեզ։ 1000 անգամ ես կընտրեի ձեզ։ Համբույրը, որը նրանք կիսեցին թթենու տակ, տարբեր էր մյուսներից։ Շտապողականություն չկար, հուսահատություն չկար։ Դա խոստման, պարտավորության, ապագայի համբույր էր։ Բայց մինչ նրանք միասին վերակառուցում էին իրենց ապագան, Վիվյանը կառուցում էր իր վրեժը։ Լուրը, որ Հակոբը չէր մահանում, նրան հասավ որպես ապտակ։ Նա ոչ միայն այլ կին էր ընտրել, այլ հիմա տարիներ կունենար նրա հետ երջանիկ լինելու համար։ Դա անտանելի էր։ Հենց այդ ժամանակ նա մի գաղափար ունեցավ։ Եթե չէր կարող քանդել ամուսնությունը դատարանների կամ հասարակական կարծիքի միջոցով, թերս կարող էր քանդել այն ներսից։ Եվ դրա համար նրան պետք էր մի բան, որը Հակոբը թաքցրել էր տասնամյակներ շարունակ։ Այնքան խորը գաղտնիք, որ նույնիսկ Լուսինեն չգիտեր։ Վիվյանը սկսեց հետաքննել, օգտագործելով իր կապերը բարձր հասարակության մեջ, կաշառելով հին աշխատակիցներին, փնտրելով արխիվներում, որոնք պետք է ընդմիշտ թաղված լինեին։ Եվ վերջապես, գտավ։ Հակոբ Վարդանյանը որդի ուներ։ Մի որդի, ում գոյության մասին նա նույնիսկ չգիտեր։ Հայտնությունը եկավ մի նամակի միջոցով, որը հասավ առանձնատուն հինգշաբթի կեսօրին։ Ծրարը պարզ էր, ուղղված Հակոբ Վարդանյանին, ամուր տղամարդու ձեռագրով։ Բացողը Լուսինեն էր, ինչպես անում էր յուրաքանչյուր նամակի հետ, այն, ինչ կարդաց, սառեցրեց նրա արյունը։ Պարոն Վարդանյան, սկսվում էր նամակը, իմ անունը Ռաֆայել Մելքոնյան է, ես 28 տարեկան եմ։ Վերջերս, հետաքրքրությունից դրդված արված տնդ-թեստի միջոցով, ես հայտնաբերեցի, որ դուք իմ կենսաբանական հայրն եք։ Իմ մայրը, Լիլիթ Մելքոնյանը, ձեր ընկերությունում քարտուղարուհի է աշխատել գրեթե 30 տարի առաջ։ Նա երբեք ինձ չի պատմել ձեր մասին, այդ գաղտնիքը տարել է գերեզման 5 տարի առաջ։ Բայց հիմա, երբ գիտեմ, պետք է հանդիպեմ ձեզ։ Ես փող չեմ ուզում, խնդիրներ չեմ ուզում ստեղծել։ Ես պարզապես ուզում եմ ճանաչել իմ հորը։ Լուսինեն կարդաց նամակը 3 անգամ, ձեռքերը դողում էին։ Հակոբը որդի ուներ։ Մեծահասակ որդի։ Մի որդի մի հարաբերությունից, որը նա երբեք չէր հիշատակել։ Արդյոք նա գիտեր։ Արդյոք դա դիտմամբ էր թաքցրել նրանից։ Երբ Հակոբը տուն եկավ այդ գիշեր, Լուսինեն նստած էր հյուրասենյակում, նամակը ձեռքին։ Նա անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ, այնպես, ինչպես նա նայեց նրան։ Մի հայացք, որը խառնում էր շփոթություն, ցավ մի լուր հարց, որը նա դեռ չգիտեր, թե ինչ էր։ Ինչ է պատահել, հարցրեց նա, նստելով նրա կողքին։
Լուսինեն նամակը տվեց, առանց ոչինչ ասելու։ Դիտում էր նրա դեմքը, մինչ նա կարդում էր, տեսավ շոկը, շփոթությունը, հետո մի բան, որը վախի էր նման։ Ես չգիտեի, նրա առաջին բառերն էին, երբ ավարտեց կարդալը։ Երդվում եմ ամեն սրբությամբ, Լուսինե, ես չգիտեի։ Եվ Լուսինեն հավատաց նրան։ Ինչ-որ բան կար նրանում, թե ինչպես էր նա բռնել նամակը, կարծես այն այրում էր նրա ձեռքերը, որն ասում էր, որ դա նորություն էր նրա համար նույնպես։ Լիլիթ, ասաց նա, ձայնը հեռավոր էր տասնամյակների հիշողություններից, նա ինձ հետ աշխատել է 2 տարի։ Մենք երիտասարդ էինք, ես ընկերությունն էի կառուցում, նա իմ քարտուղարուհին էր։ Մենք կարճատ հարաբերություններ ունեինք, չտեց մի քանի ամսից ավելի։ Նա հանկարծակի հրաժարական տվեց, ասաց, որ այլ պլաններ ունի։ Ես երբեք չիմացա, թե ինչու, երբեք չփնտրեցի իմանալու համար։ Ես եսասեր էի այդ ժամանակ, կենտրոնացած էի միայն իմ կայսրությունը կառուցելու վրա։ Երբեք մտքովս չէր անցել, որ նա կարող էր հղի լինել։ Իսկ հիմա, հարցրեց Լուսինեն, ձայնը զգույշ էր, ինչ եք անելու։ Հակոբը նայեց նրան, դեպի փորը, որը սկսում էր մեծանալ, դեպի այն կյանքը, որ նրանք միասին կառուցել էին։ Ես կհանդիպեմ նրան։ Նա իմ որդին է։ Ես չեմ եղել նրա ամբողջ կյանքի ընթացքում, չեմ եղել այն հայրը, որ պետք է լինեի, բայց կարող եմ փորձել լինել հիմա։ Եթե նա ուզենա, իհարկե։ Լուսինեն գլխով արեց, բայց նրա մեջ ինչ-որ բան անհանգիստ էր։ Դա խանդ չէր, ոչ ճիշտ։ Դա վախ էր։ Վախ, որ այդ մեծահասակ որդին իր ամբողջ պատմությամբ բարդությամբ կարող էր փոխել այն դինամիկան, որը նրանք այդքան ջանք էին ներդրել կառուցելու համար։ Հանդիպումը նշանակված էր հաջորդ շաբաթ օրվան, Արաբգիրի մի զուսպ սրճարանում։ Հակոբը նյարդայնացած էր այնպես, որ Լուսինեն երբեք չէր տեսել։ Նա 3 անգամ փոխեց հագուստը, չկարողացավ նախաճաշել, ժամացույցը ստուգում էր յուրաքանչյուր 5 րոպեն մեկ։ Երբ հասան սրճարան, Ռաֆայելն արդեն այնտեղ էր։ Լուսինեն նրան անմիջապես ճանաչեց։ Նա ուներ Հակոբի աչքերը, նույն ծնոտի գիծը, նույն ձեռքերը բռնելուձը, երբ մտած կոտ էր։ Անհնար էր շղթել նմանությունը։ Ռաֆայելը վեր կացավ, երբ նրանք տեսան իրեն, մի պահ հայր ու որդի պարզապես նայեցին միմյանց։ 2 օտարներ, ովքեր կիսում էին դնդ բացարձակապես ոչինչ ավելին։ Ողջույն, ասաց Ռաֆայելը վերջապես, նրա ձայնը մեղմ էր, բայց զգույշ։ Շնորհակալություն ինձ տեսնելուն համաձայնելու համար։ Ողջույն, պատասխանեց Հակոբը, հետո, քանի որ չգիտեր, թե էլ ինչ անել, ձեռքը մեկնեց։ Նրանք ձեռք սեղմեցին մի շատ պաշտոնական ժեստ իրավիճակի համար, բայց հարմար 2 տղամարդկանց համար, ովքեր չգիտեին, թե ինչպես շփվել։ Լուսինեն դիտում էր ամեն ինչ մեկ քայլ հետից, տեղ տալով, բայց պատրաստ միջամտելու, եթե անհրաժեշտ լիներ։ Զրույցը դանդաղ սկսվեց, յուրաքանչյուրը չափում էր բառերը, փորձում սահմանները։ Ռաֆայելը պատմեց իր մանկության մասին, թե ինչպես էր մեծացել միայն մոր կողմից, ով երբեք չէր խոսել հոր մասին։ Պատմեց, թե ինչպես էր մեծացել, տեսնելով այլ տղաների իրենց հայրերի հետ զարմանալով, թե ինչու ինքը չուներ մեկին։ Ինչպես էր երազել, թե ով կարող էր լինել իր հայրը։ Եվ վերջապես, թե ինչպես էր դնդ թեստը բացահայտել ճշմարտությունը փոխել ամեն ինչ։ Հակոբը լսում էր մի արտահայտությամբ, որը խառնում էր մեղքն ու հիացմունքը։ Դա իր որդին էր։ Իր Անդրանիկը։ Եվ նա կորցրել էր նրա կյանքի 28 տարին։ Շատ ցավում եմ, ասաց Հակոբը, երբ Ռաֆայելը ավարտեց, նրա ձայնը լի էր անկեղծ հույզերով։ Շատ ցավում եմ, որ այնտեղ չեմ եղել։ Շատ ցավում եմ, որ ձեր մայրը մենակ է կրել այդ բեռը։ Եթե իմանայի, երդվում եմ, որ այլ կլիներ։ Ռաֆայելը գլխով արեց, Լուսինեն տեսավ արցունքները փայլելիս նրա աչքերում։ Ես գիտեմ։ Իմ մայրը ինձ նամակ է թողել, բացելու իր մահից հետո։ Դրանում նա բացատրել է, որ երբեք չի պատմել, որովհետև կարծում էր, որ դուք երեխա չէիք ուզի, որ դա կխանգարեր ձեր պլաններին։ Նա չէր ուզում ձեզ կապել։ Բայց ես միշտ զարմացել եմ։ Միշտ ուզել եմ ճանաչել ձեզ։ Երբ 2 ժամ անց դուրս եկան սրճարանից, դա լուռ համաձայնությամբ էր, փորձելու ինչ-որ հարաբերություններ կառուցել։ Դա հեշտ չէր լինի, անմիջապես չէր լինի, բայց երկուսն էլ պատրաստ էին փորձելու։ Տունդարձի ճանապարհին Լուսինեն լուռ էր, ամեն ինչ մարսելով։ Հակոբը նկատեց։ Դուք բարկացած եք, ասաց նա, դա հարց չէր։ Ես բարկացած չեմ, անկեղծ պատասխանեց Լուսինեն։ Ես վախեցած եմ։ Ինչի՞ց։
Որ դա ամեն ինչ կփոխի։ Որ հանկարծ մեր ընտանիքը, որը միայն մենք երկուսս էինք մեր երեխան, հիմա ավելի բարդ կլինի։ Որ ես չեմ իմանա իմ տեղը դրա մեջ։ Հակոբը կանգնեցրեց մեքենան ճանապարհի եզրին, շրջվեց դեպի նա։ Քո տեղը իմ կողքին է։ Միշտ։ Ռաֆայելը իմ որդին է, ես կփորձեմ լինել այն հայրը, որին նա արժանի է։ Բայց դու իմ կինն ես, իմ գալիք որդու մայրը, այն կինը, ում ես սիրում եմ։ Ոչինչ դա չի փոխում։ Ոչինչ։ Լուսինեն ուզում էր հավատալ։ Իսկապես ուզում էր։ Բայց կյանքը նրան սովորեցրել էր, որ բաները միշտ փոխվում են, հատկապես, երբ ամենաքիչն ես սպասում։ Եվ նա ճիշտ էր։ Որովհետև հաջորդ օրերին Վիվիանը կօգտագործեր Ռաֆայելի գոյությունը նոր հարձակում ստեղծելու համար։ Այս անգամ ոչ թե Հակոբի Լուսինեի ամուսնության դեմ, այլ Լուսինեի կամ նրա երեխայի ցանկացած ժառանգության օրինականության դեմ։ Եթե Հակոբը օրինական որդի ուներ, նա կպնդեր, որ նա առաջնահերթ իրավունքներ ուներ։ Եվ Վիվիանը հստակ գիտեր, թե ինչպես շահարկել Ռաֆայելին, ով խոցելի էր պատկանելություն էր փնտրում իր սեփական նպատակների համար։ Փոթորիկը կուտակվում էր հորիզոնում, Լուսինեն զգում էր օդում։ Բայց առայժմ, այդ գիշեր, նա թույլ տվեց Հակոբին բռնել իրեն խոստացավ, որ կպայքարի։ Կպայքարի իր ընտանիքի, իր ամուսնության, իր դեռ չծնված որդու համար։ Որովհետև երբեմն սերը ոչ միայն զգալու մասին է։ Դա ընտրելու մասին է, ամեն օր շարունակել սիրել։ Եվ Լուսինեն կատարել էր իր ընտրությունը։ Հաջորդ շաբաթները բարդությունների ուսումնասիրություն էին։ Ռաֆայելը սկսեց հաճախակի հայտնվել Վարդանյանների առանձնատանը, յուրաքանչյուր այցելություն փորձերի նահանջների նուրբ բառ էր։ Հակոբը հստակորեն փորձում էր փոխհատուցել 3 տասնամյակի բացակայությունը, Լուսինեն անում էր հնարավոր ամեն ինչ հյուրընկալ լինելու համար, բայց օդում լարվածություն կար, որը ոչ ոք չէր կարող լիովին անտեսել։ Ռաֆայելը, ըստ էության, լավ մարդ էր։ Դա պարզ էր սկզբից։ Նա պատմության ուսուցիչ էր աշխատում պետական դպրոցում, ուներ երկարամյա ընկերուհի, Բեատրիս անունով, կրքոտ խոսում էր կրթության սոցիալական արդարության մասին։ Նա Լուսինեն ավելին էին ընդհանուր բաներ ունեին, քան նրանցից որը մեկը սպասում էր։ Երբեմն, երբ Հակոբին պետք էր բացակայել ինչ-որ գործնական զանգի համար, նրանք զրուցում էին համայնքային կենտրոնի նախագծերի մասին, Ռաֆայելը առաջարկում էր գաղափարներ կապեր, որոնք կարող էին օգնել։ Հենց այդ զրույցներից մեկի ժամանակ Լուսինեն նկատեց մի բան, որը նրան անհարմար զգացնել տվեց։ Ռաֆայելը նայում էր առանձնատանը, հիացմունքի ինչ-որ բանի խառնուրդով, որը նա չէր կարող լիովին նույնականացնել։ Դա ագահություն չէր, ոչ ճիշտ։ Դա ավելի շատ այնպես էր, կարծես նա հաշվում էր այն ամենը, ինչ կորցրել էր, մեծանալով առանց իր հորը ճանաչելու։ Բեատրիսը, Ռաֆայելի ընկերուհին, առաջին անգամ այցելեց առանձնատուն կիրակի կեսօրին։ Նա մի փոքրիկ կին էր, գանգուր մազերով, միշտ հավաքած ուսուցչուհի, ինչպես Ռաֆայելը, այն տեսքով, թե ով անընդհատ պայքարում է իրենից ավելի մեծ բանի համար։ Նա Լուսինեն անմիջապես լավ հարաբերություններ ստեղծեցին, ճանաչելով միմյանց մեջ այն ուժը, որը գալիս է քչից մեծանալուց յուրաքանչյուր ձեռքբերման համար պայքարելուց։ Հենց Բեատրիսն էր, ով առաջինը նկատեց Ռաֆայելի փոփոխությունը։ Նա տարբեր է, մեկնաբանեց նա Լուսինեին, երբ նրանք մենակ էին խոհանոցում, օգնելով Ռոզային ընթրիք պատրաստել։ Ավելի հեռու, ավելի մտածկոտ։ Կարծում եմ, որ Հակոբի մասին իմանալը նրան շարժել է այնպես, ինչպես նա ինքը դեռ չի հասկանում։ Կարծում ես, որ նա լավ է, հարցրեց Լուսինեն, անկեղծորեն անհանգստացած։ Բեատրիսը վարանեց։ Կարծում եմ, որ նա շատ բան է մարսում։ Ամբողջ կյանքում կարծում էր, որ հայրը նրան չէր ուզում, հանկարծ հայտնաբերում է, որ նա երբեք չգիտեր, որ Ռաֆայելը գոյություն ուներ։ Դա շատ բան է։ Եվ կա այդ ամբողջ հարստությունը, այդ աշխարհը, որին նա երբեք մուտք չի ունեցել։ Անհնար է չզարմանալ, թե ինչպես կլիներ նրա կյանքը, եթե նա միշտ իմանար։ Լուսինեն հասկացավ։ Նա ինքը ամբողջ կյանքում երազել էր այլ, ավելի հեշտ կյանքի մասին, նախքան սովորելը, որ հեշտությունը նույնը չէր, ինչ երջանկությունը։ Բայց տարբերություն կար երազելու այն մասին, թե ինչ կարող էր լինել, զայրանալու այն մասին, ինչ եղել էր։ Մինչդեռ Վիվիանը զբաղված էր Ռաֆայելի գլխում կասկածի սերմեր ցանելով։ Նա նրան նորից պատահաբար հանդիպեց, կամ գոնե դա էր նա ասում, մի սրճարանում, իր դպրոցի մոտ, որտեղ նա դասավանդում էր։ Նստեց նրա սեղանին, առանց հրավիրվելու, այն ժպիտով, որը չէր հասնում աչքերին, սկսեց զրույցը։ Ռաֆայել, չէ՞։
Ես Վիվիան Հարությունյանն եմ, ձեր հոր հին ընկերուհին։ Ռաֆայելը, քաղաքավարի, բայց զգույշ, հաստատեց։ Վիվիանը շարունակեց, նրա ձայնը մեղմ էր, ինչպես թունավոր մեղրը։ Շատ դժվար պետք է լինի ձեզ համար Հակոբի մասին այդպես իմանալը, այդքան տարիներ անց։ Եվ հիմա տեսնել նրան այդքան երիտասարդ կնոջ հետ, պատրաստվում ես մեկ երեխա ունենալ։ Դա պետք է ձեզ ստիպի զարմանալ ձեր տեղի մասին այս ամենի մեջ։ Ռաֆայելը հոնքերը կնճռեց։ Լուսինեն ինձ հետ շատ բարի է եղել։ Եվ Հակոբը փորձում է փոխհատուցել կորցրած ժամանակը։ Օ, վստահ եմ, որ այո, ասաց Վիվիանը, այն տոնով, որը հակառակն էր հուշում։ Բայց գիտեք, Հայաստանում ժառանգության օրենքները շատ հստակ են։ Որպես կենսաբանական որդի, դուք իրավունքներ ունեք։ Իրավունքներ, որոնք այդ հարմարավետ հղիությունը կարող է սպառնալ։ Ես ժառանգությամբ հետաքրքրված չեմ, անհարմար ասաց Ռաֆայելը։ Ես պարզապես ուզում եմ ճանաչել իմ հորը։ Իհարկե, ասաց Վիվիանը, վեր կենալով գնալու համար։ Պարզապես կարծում եմ, որ դուք պետք է տեղյակ լինեք ձեր իրավունքների մասին։ Եթե իրավաբանական խորհրդատվության կարիք ունենաք, ես գերազանց փաստաբաններ ունեմ, ովքեր կարող էին օգնել ձեզ։ Անվճար, իհարկե։ Ի վերջո, Հակոբը հին ընկեր է, ես ուզում եմ լավագույնը նրա ամբողջ ընտանիքի համար։ Նա գնաց, Ռաֆայելին անհանգիստ թողնելով։ Նա ժառանգության մասին չէր մտածել, ոչ իսկապես։ Բայց հիմա, երբ Վիվիանը գաղափարը ցանել էր, անհնար էր չմտածել։ Դա փողի մասին չէր ինքնին, այլ այն մասին, թե ինչ էր փողը ներկայացնում։ Ճանաչում։ Օրինականություն։ Ապացույց, որ նա կարոր էր։ Երբ այդ գիշեր Բեատրիսին պատմեց հանդիպման մասին, նա կատաղեց։ Նա փորձում է շահարկել քեզ, կտրականապես ասաց նա։ Չես տեսնում։ Նա ուզում է օգտագործել քեզ Հակոբի Լուսինեի միջ խնդիրներ ստեղծելու համար։ Ռաֆայելը գիտեր, որ նա ճիշտ էր։ Բայց թույնն արդեն ներարկվել էր, անհնար էր լիովին անտեսել այն։ Մինչդեռ Լուսինեի հղիությունը զարգանում էր։ Նա 5-րդ ամսում էր հիմա, փորը կլոր անհնար է թաքցնել։ Զգում էր երեխայի շարժումները, փոքրիկ հարվածներ հրումներ, որոնք ստիպում էին նրան ժպտալ նույնիսկ ամենադժվար օրերին։ Հակոբը մոլուցք ուներ։ Ամեն հնարավորության դեպքում ձեռքը դնում էր նրա փորին, զրուցում էր երեխայի հետ, արդեն անգիր էր արել հայրության մասին բոլոր գրքերը, որոնք կարողացել էր գտնել։ Հենց կանոնավոր ուլտրաձայնային հետազոտություններից մեկի ժամանակ հայտնաբերեցին, որ տղա էր։ Հակոբը լացեց, առանց ամաչելու, արցունքները հոսում էին դեմքով, մինչ նա տեսնում էր էկրանի մշուշված պատկերը։ Մի տղա, կրկնեց նա, կարծես չէր կարողանում հավատալ։ Ես որդի կունենամ։ Դու արդեն որդի ունես, մեղմ հիշեցրեց Լուսինեն։ Հակոբը նայեց նրան, նրա աչքերում մեղք կար։ Գիտեմ։ Բայց սա ես կտեսնեմ ծնվելիս։ Ես կլինեմ այնտեղ սկզբից։ Ես կլինեմ այն հայրը, որ չկարողացա լինել Ռաֆայելի համար։ Եվ հենց այդ անմեղ հայտարարությունն էր, որը վերջում խնդիրներ առաջացրեց։ Որովհետև Ռաֆայելը լսեց, նույնիսկ առանց ուզելու։ Նա եկել էր չհայտարարված այցով միջանցքում էր, երբ Հակոբը խոսեց։ Եվ այդ բառերը, ասված առանց չարամտության, բայց իմաստով լի, ավելի շատ ցավեցրին, քան Վիվիանի ասած ցանկացած բան։ Ռաֆայելը գնաց, առանց ներս մտնելու, առանց իրեն հայտնելու։ Եվ երբ Բեատրիսը փորձեց նրա հետ զրուցել ավելի ուշ, նա գտավ մի լուռ մտածկոտ մարդու, մի զայրույթով, որը նա նույնիսկ չգիտեր, որ իր մեջ ուներ։ Արդար չէ, ասաց նա վերջապես։ Ես 28 տարի գոյություն ունեմ, այս դեռ չծնված երեխան արդեն ավելի կարևոր է նրա համար, քան ես երբեք չեմ եղել։ Ռաֆայել, ասաց Բեատրիսը, բռնելով նրա ձեռքերը, դու գիտես, որ այդպես չէ։ Հակոբը չգիտեր, որ դու գոյություն ունես։ Դու չես կարող նրան մեղադրել մի որդու նկատմամբ խանդավառություն զգալու համար, ում նա կճանաչի ծնունդից։ Բայց Ռաֆայելը պատրաստ չէր ներելու։ Ոչ դեռ։ Հենց Վիվիանն էր, ով օգտվեց այդ բաց վերքից։ Նա նրան նորից փնտրեց, այս անգամ թղթերով, թվերով, կոնկրետ ապացույցներով, թե որքան էր Վարդանյանների կարողությունը։ Եվ խնամքով կառուցված փաստարկներով այն մասին, թե ինչպես Ռաֆայելը, որպես անդրանիկ, իրավունքներ ուներ, որոնք պետք է պաշտպանվեին։ Ես չեմ ասում, որ դուք քանդեք Հակոբի ամուսնությունը, ասաց նա, բառերը ընտրված վիրաբուժական ճշգրտությամբ։ Ես ասում եմ, որ դուք պաշտպանեք ձեր իրավունքները։
Կան իրավական ուղիներ ապահովելու համար, որ դուք ստանաք այն, ինչ ձերն է օրենքով։ Դա ոչ մեկից ինչ-որ բան վերցնելու մասին չէ։ Դա այն մասին է, որ դուք վերջապես ստանաք այն, ինչ միշտ եղել է ձեր իրավունքը սկզբից։ Ռաֆայելը գիտեր, որ դա սխալ էր։ Գիտեր, որ թույլ էր տալիս իր ցավին մթագնել իր դատողությունը։ Բայց երբ դու ամբողջ կյանքում անտեսանելի ես զգում քեզ, վերջապես տեսանելի լինելու խոստումը չափազանց հզոր է անտեսելու համար։ Նա ստորագրեց Վիվիանի բերած թղթերը։ Թղթեր, որոնք սկսում էին իրավական գործընթաց, հայրության պաշտոնական ճանաչման ժառանգական իրավունքների սահմանման համար։ Նա ոչինչ չասաց Հակոբին, ոչինչ չասաց Լուսինեին։ Պարզապես ստորագրեց, սպասեց։ Ռումբը պայթեց երեքշաբթի առավոտյան, երբ մի դատական կարգադիր հասավ Վարդանյանների առանձնատուն, ծանուցագրով։ Հակոբը կարդաց փաստաթղթերը շփոթության ցավի խառնուրդով, որը ջարդեց Լուսինեի սիրտը։ Ռաֆայելը նրան դատի էր տվել։ Իր որդին, ում նա նոր էր ճանաչել, նրան դատարան էր տանում։ Նա չի հասկանում, ասաց Հակոբը, ձայնը կոտրված։ Ես ամեն ինչ կտայի նրան ամեն դեպքում։ Պետք չէր դատական գործընթաց, պետք չէին փաստաբաններ։ Պարզապես պետք էր հարցնել։ Բայց Լուսինեն գիտեր, որ դա փողի մասին չէր։ Դա ցավի մասին էր, մերժման մի ամբողջ կյանքի մասին, որը Ռաֆայելը պրոյեկտում էր Հակոբի վրա, նույնիսկ իմանալով, որ դա արդար չէր։ Դա վիրավորված որդու մասին էր, ով փորձում էր ստիպել հորը տեսնել իրեն։ Նա փորձեց զանգել Ռաֆայելին, բայց նա չէր պատասխանում։ Բեատրիսը պատասխանում էր, շփոթված ներողություններով, խոստումներով, որ Ռաֆայելը հետ կզանգի, որոնք երբեք չէին իրականանում։ Հոր-որդու միջ եղած անդունդը, որը հազիվ էր սկսել լրացվել, հիմա անհնար կիրճ էր։ Գործընթացը գրավեց լրատվամիջոցների ուշադրությունը։ Թերթերը սիրեցին պատմությունը։ Հարուստ գործարար, երիտասարդ հղի կին, վաղուց կորած որդի, ով պայքարում է իր իրավունքների համար։ Դա իրական կյանքի հեռուստանովել էր, բոլորն էլ կարծիք ունեին։ Լուսինեի վրա ճնշումը հսկայական էր։ Նա հղի էր, հաղթահարում էր հորմոններով ուժեղացված հույզերով, հիմա պետք է դիմակայեր տան դռան մոտ տեսախցիկներին, լրագրողներին, ովքեր բղավում էին ինտրուսիվ հարցեր ամեն անգամ, երբ դուրս էր գալիս։ Հենց Իզաբելան գաղափար ունեցավ օգտագործել առանձնատան հետի մուտքը, Լուսինեին որոշակի գաղտնիություն ապահովելով։ Համայնքային կենտրոնը դարձավ նրա ապաստանը։ Այնտեղ մարդկանց միջ, ովքեր նրան ճանաչում էին իր արածով, ոչ թե նրա ամուսնությամբ, նա խաղաղություն էր գտնում։ Տիկին Անահիտը, ով Լուսինեի համար տատիկի պես էր դարձել, անդատող իմաստություն էր առաջարկում։ Այդ տղան վիրավորված է, ասաց նա մի կեսօր, մինչ ծալում էր նվիրատվություններից ստացված հագուստները։ Վատ է պահում իրեն, բայց վիրավորված է։ Դուք գիտեք դա, չէ՞։ Լուսինեն գլխով արեց։ Գիտեմ։ Բայց իմանալը չի հեշտացնում։ Երբեք չի հեշտացնում, համաձայնեց Անահիտը։ Բայց անհրաժեշտ է դարձնում։ Այս երեխան, ում դուք սպասում եք, ասաց նա, մատնացույց անելով Լուսինեի փորին, նա պետք է, որ դուք ուժեղ լինեք։ Պետք է, որ դուք իմաստուն լինեք։ Եվ երբեմն իմաստությունը նշանակում է ներել նույնիսկ մինչ ներողություն խնդրելը։ Հենց այդ զրույցն էր, որ Լուսինեին տվեց քաջություն, անելու այն, ինչ արեց հաջորդիվ։ Առանց Հակոբին ոչինչ ասելու, նա փնտրեց Բեատրիսին հանդիպում նշանակեց։ Նրանք հանդիպեցին մի զուսպ սրճարանում, հեռու լրատվամիջոցների հետաքրքրասեր հայացքներից։ Բեատրիսը հոգնած էր թվում, ավելի ծեր, քան իր 27 տարեկանը։ Նա լավ չէ, ասաց նա, նույնիսկ մինչ Լուսինեն կհարցներ։ Գիտի, որ սխալ է անում, բայց չգիտի, թե ինչպես դադարել, առանց թույլ թվալու։ Լուսինեն խորը շունչ քաշեց։ Ես այստեղ չեմ եկել նրան համոզելու, որ հրաժարվի գործընթացից։ Եթե նա կարծում է, որ իրեն պետք է այդ իրավական հաստատումը, թող այդպես լինի։ Ես եկել եմ այստեղ, որովհետև ուզում եմ, որ դուք նրան ինչ-որ բան ասեք։ Ասեք, որ այս ընտանիքում բոլորի համար տեղ կա։ Որ այն որդին, ում ես կունենամ, նրա համար սպառնալիք չէ։ Որ Հակոբը բավականաչափ մեծ սիրտ ունի երկու որդու համար, ես նույնպես։ Արցունքները հոսում էին Բեատրիսի դեմքով հիմա։ Նա պետք է լսի դա։ Բայց չգիտեմ, կհավատա։ Ինձանից լսելով։ Այդ դեպքում ասեք, որ ես պատրաստ եմ փորձել։ Ասեք, որ դուռը միշտ բաց է։
Եվ ասեք, շարունակեց Լուսինեն, ձայնը ամուր էր, որ եթե մի օր նա ուզենա լինել իմ որդու հորեղբայրը, այդ երեխան բախտավոր կլիներ, որ Ռաֆայելի նման մեկը լիներ իր կյանքում։ Դա փոքր ժեստ էր, բայց բավական էր հույսի սերմ ցանելու համար։ Բեատրիսը խոստացավ, որ կփոխանցի հաղորդագրությունը, երբ նրանք բաժանվեցին, լուր փոխըմբռնում կար երկու կանանց միջ, ովքեր սիրում էին բարդ տղամարդկանց, փորձում էին անել հնարավոր լավագույնը անհնարին իրավիճակում։ Մինչդեռ Վիվիանը համբերություն էր կորցնում։ Իրավական գործընթացը ձգձգվում էր, Ռաֆայելը հստակորեն երկդիմի էր, նրան պետք էր ինչ-որ ավելի դրամատիկ բան, Հակոբի Լուսինեի ամուսնությունը իսկապես քանդելու համար։ Հենց այդ ժամանակ նա հիանալի գաղափար ունեցավ, կամ գոնե նա այդպես էր կարծում։ Նա բարեգործական ընթրիք կազմակերպեց, մի բարձր հասարակության միջոցառում, Երանի բոլոր կարևոր գործարարների մասնակցությամբ։ Եվ խնամքով շահարկման որոշ ռազմավարական ստերի միջոցով ապահովեց, որ Հակոբը Լուսինեն, Ռաֆայելը Բեատրիսը հրավիրվածների ցուցակում լինեն։ Ընթրիքի գիշերը սկզբից լարված էր։ Լուսինեն հիմա 6 ամսական հղի, կրում էր էլեգանտ, բայց պարզ զգեստ, որը ինչ-որ կերպ ստիպում էր սրահի մյուս բոլոր կանանց չափազանց զարդարված թվալ։ Հակոբը նրա կողքին էր, պաշտպանողական, մի ձեռքը միշտ նրա մեջքին։ Երբ Ռաֆայելը Բեատրիսը հասան, սրահի օդը կարծես սառեց։ Հայր ու որդի նայեցին միմյանց, մարդկանցով լի տարածքով, ոչ ոք չգիտեր, թե ինչպես պետք է վարվել։ Հենց Վիվիանն էր, ով կազմակերպեց անխուսափելի հանդիպումը, առաջնորդելով Ռաֆայելին Բեատրիսին այն սեղանին, որտեղ Հակոբը Լուսինեն նստած էին ընկերության որոշ կարևոր գործընկերների հետ։ Ինչ հրաշալի զուգադիպություն, ասաց նա, այդ թունավոր ժպիտով։ Վարդանյանների ամբողջ ընտանիքը հավաքված։ Հակոբ, ձեր որդին Ռաֆայելը այստեղ է։ Ինչ կատարյալ հնարավորություն է ձեզ համար խոսելու այդ գործընթացի մասին, չէ՞։ Անհարմարությունը շոշափելի էր։ Սեղանի շուրջ մյուսները անհարմար շարժվեցին, չիմանալով, թե ուր նայել։ Հենց Լուսինեն էր, ով փրկեց իրավիճակը։ Ռաֆայել, Բեատրիս, ինչ լավ է տեսնել ձեզ, ասաց նա, անկեղծորեն ջերմ։ Խնդրում եմ, նստեք մեզ հետ։ Շատ տեղ կա։ Հակոբը նայեց նրան, զարմացած, բայց երախտապարտ։ Այո, խնդրում եմ, ասաց նա, ձայնը վարանոտ։ Լավ կլիներ, որ բոլորս միասին լինեինք։ Ռաֆայելը նայեց Բեատրիսին, ով խրախուսականորեն գլխով արեց։ Նրանք նստեցին, մի պահ ոչ ոք չգիտեր, թե ինչ ասել։ Հենց Բեատրիսն էր, ով խախտեց լռությունը։ Ուրեմն, Լուսինե, ինչպես է հղիությունը։ Ամեն ինչ լավ է երեխայի հետ։ Եվ այսպես, այդ պարզ հարցով, լարվածությունը սկսեց թուլանալ։ Լուսինեն խոսեց երեխայի մասին, այն մասին, թե ինչպես էր նա հարվածում գիշերը չէր թողնում նրան քնել, սենյակի նախապատրաստությունների մասին։ Բեատրիսը կիսվեց իր զարմուհիների պատմություններով, ստիպելով Լուսինեին ծիծաղել։ Ռաֆայելը դիտում էր ամեն ինչ, դանդաղորեն, շատ դանդաղորեն, այն զայրույթը, որը նա կրում էր, սկսեց չափազանց ծանր, անհարկի թվալ։ Դա այն հաշվարկող կինը չէր, ում Վիվիանը նկարել էր։ Դա պարզապես հղի կին էր, հոգնած, փորձում էր անել հնարավոր լավագույնը բարդ իրավիճակում։ Եվ Հակոբը, նայելով իր ավագ որդուն, տեսավ ոչ թե 28 տարեկան տղամարդուն, ով իրեն դատի էր տվել, այլ այն տղային, ում նա կորցրել էր։ Այն տղային, ով մեծացել էր առանց հոր, ով դարձել էր լավ մարդ, չնայած դրան, ով շատ ավելին էր արժանի, քան Հակոբը մինչ այդ տվել էր։ Շատ ցավում եմ, հանկարծ ասաց Հակոբը, բառերը դուրս էին գալիս, նախքան նա կարող էր ավելի լավ մտածել։ Ամեն ինչի համար։ Այնտեղ չլինելու համար։ Այն բանի համար, որ ստիպել եմ քեզ պայքարել մի տեղի համար մի ընտանիքում, որն արդեն քոնը պետք է լիներ։ Ռաֆայելը նայեց նրան, առաջին անգամ նրանց ծանոթությունից ի վեր, պաշտպանությունը լիովին ընկավ։ Ես էլ եմ ցավում։ Չպետք է սկսեի այդ գործընթացը։ Ես վիրավորված էի, թույլ տվեցի, որ ինչ-որ մեկը ինձ համոզի, որ այդ ցավը բուժելու միջոցը դատարանների փաստաբանների միջոցով էր։ Վիվիանը, հեռվից դիտելով, հասկացավ, որ իր ծրագիրը լիովին ձախողվել էր։ Դրամատիկ տեսարան ստեղծելու փոխարեն, որը կքանդեր Վարդանյանների ընտանիքը, նա անզգուշորեն հնարավորություն էր ստեղծել նրանց հաշտվելու համար։ Այն զայրույթը, որ նա զգաց, այնքան ուժեղ էր, որ նա շուտ հեռացավ ընթրիքից, առանց ոչ մեկին հրաժեշտ տալու։ Բայց այն վնասը, որ նա պատճառել էր, այդքան հեշտ չէր վերացնել։ Որովհետև մինչ Վարդանյանների ընտանիքը սկսում էր բուժվել, այլ սկանդալներ էին առաջանում։
Պատմություններ ընկերության մասին Հակոբի տասնամյակներ առաջ կայացրած կասկածելի որոշումների մասին, բժշկական բուժումների մասին, որոնք թերս այդքան էլ էթիկական չէին, որքան պետք է լինեին։ Դա Վիվիանն էր, իհարկե, օգտագործելով իր կապերը կմախքներ հանելու պահարաններից, որոնք Հակոբը կարծում էր, որ ընդմիշտ փակված էին։ Եվ այս անգամ խաղի մեջ էր ոչ միայն Հակոբի հեղինակությունը։ Դա ամբողջ ընկերությունն էր, հազարավոր աշխատատեղերը, որոնք կախված էին դրանից, ֆինանսական ապագան, որը կորոշեր, թե ինչպիսի կյանք կունենար Լուսինեի երեխան։ Պատերազմը նոր էր սկսվում, Լուսինեն պատրաստվում էր հայտնաբերել, որ երբեմն մեկին սիրելը նշանակում է պատրաստ լինել պայքարել ոչ միայն նրանց համար, այլ նրանց կողքին։ Եվ նա պատրաստ էր պայքարել։ Ընթրիքին հաջորդող շաբաթները հայտնությունների հետանքների պտուտահողմ էին։ Սկանդալները, որոնք Վիվիանը բացահայտել էր, սկսեցին հայտնվել լրատվամիջոցներում, յուրաքանչյուր հոդված նախորդից ավելի սենսացիոն էր։ Հակոբ Վարդանյանը, հարգված դեղագործական գործարարը, այժմ ներկայացվում էր որպես անսկզբունքային մագնատ, ով կարողություն էր կուտակել բժշկական էթիկայի հաշվին։ Մեղադրանքներից մի քանիսը չափազանցված էին, խեղաթյուրված լրատվության կողմից, ազդեցիկ վերնագրերի ծարավից։ Բայց մի քանիսը, Հակոբը ստիպված էր խոստովանել ծանր սրտով, հիմնված էին ճշմարտության վրա։ Որոշումներ, որոնք նա կայացրել էր 30 տարի առաջ, երբ կառուցում էր իր կայսրությունը, միակ բանը, որ կարող էր, շահույթն էր։ Շտապեցված կլինիկական փորձարկումներ։ Ճնշում հետազոտողների վրա, ավելի արագ հաստատումներ ստանալու համար։ Ոչինչ անօրինական, տեխնիկապես, բայց հաստատ բարոյապես կասկածելի։ Լուսինեն դիտում էր, թե ինչպես էր իր սիրելի մարդը դիմակայում իր անցյալի դերին։ Գիշերներ կային, երբ նա գտնում էր նրան գրասենյակում առավոտյան 3-ին շրջապատված հին փաստաթղթերով, փորձելով հասկանալ, թե կոնկրետ ինչ էր արել, փորձելով չափել իր տասնամյակներ առաջվա ընտրությունների ծանրությունը։ Դուք այդ ժամանակ այլ մարդ էիք, ասաց նա այդ գիշերներից մեկին, նստելով նրա կողքին։ Դա ինձ չի արդարացնում, պատասխանեց Հակոբը, ձայնը հոգնած էր։ Մարդիկ տուժել են իմ որոշումներից։ Հիվանդներ, ովքեր վստահել են դեղերին, որոնք թերս պատշաճ կերպով չէին փորձարկվել։ Ընտանիքներ, ովքեր հավատացել են խոստումներին, որոնք ես տվել էի, իմանալով, որ դրանք չափազանց լավատեսական էին։ Այդ դեպքում ուղղեք, պարզապես ասաց Լուսինեն։ Դուք չեք կարող փոխել անցյալը, բայց կարող եք այլ կերպ վարվել այսուհետ։ Եվ հենց դա որոշեց անել Հակոբը։ Նա մամուլի ասուլիս հրավիրեց մի բան, որը նրա փաստաբանները երդվում էին, որ մասնագիտական ինքնասպանություն էր։ Բայց Հակոբը հոգնել էր թաքնվելուց, հոգնել էր վախենալուց։ Եթե նա վերակառուցելու էր իր կյանքը, դա պետք է լիներ ճշմարտության հիմքի վրա, ոչ թե թաղված գաղտնիքների։ Ասուլիսում տասնյակ տեսախցիկների արյուն ծարավ լրագրողների առաջ, Հակոբը արեց մի բան, որ քիչ գործարարներ իր մակարդակից անում են։ Խոստովանեց իր սխալները։ Խոսեց այն որոշումների մասին, որոնք նա կայացրել էր, այն մասին, թե ինչպես էր շահույթը նախապատվություն տվել մարդկանցից, այն մասին, թե ինչպես էր իր հավակնությունը կուրացրել նրան իր գործողությունների իրական հետանքների նկատմամբ։ Ես չեմ կարող փոխել անցյալը, ասաց նա, ձայնը ամուր, բայց լի հույզերով։ Բայց կարող եմ պատասխանատվություն կրել դրա համար։ Ես ստեղծում եմ փոխհատուցման հիմնադրամ ցանկացած մարդու համար, ով կարող էր տուժել իմ ընկերության արտադրած դեղերից։ Ես ներդնում եմ էթիկայի նոր արձանագրություններ, որոնք դուրս են գալիս օրենքի պահանջներից։ Եվ ես պարտավորվում եմ օգտագործել իմ կարողությունը ազդեցությունը, այսուհետ ավելի լավը անելու համար։ Սրահի լռությունը բացարձակ էր։ Այնուհետ, միայն մեկ հարց եկավ հետի լրագրողից։ Ինչու՞։ Հիմա։ Ինչու՞։ Միայն հիմա, բացահայտվելուց հետո եք որոշում դա անել։ Հակոբը ուղիղ նայեց տեսախցիկին։ Որովհետ ես մահանում էի։ Կամ գոնե այդպես էի կարծում։ Եվ երբ դուք դիմակայում եք ձեր սեփական մահկանացուությանը, հասկանում եք, որ ժառանգությունը ոչ թե այն մասին է, թե որքան փող եք թողնում, այլ այն մասին, թե ինչպիսի աշխարհ եք օգնել ստեղծել։ Ես հայտնաբերեցի, որ այն աշխարհը, որին ես օգնել էի ստեղծել, բավականաչափ լավը չէր։ Այսպիսով, ես փորձում եմ ավելի լավը անել։ Լավ է ուշ, քան երբեք։ Հասարակության արձագանքը խառը էր։ Ոմանք դա համարեցին մեղքի ընդունում, այն ամենի ապացույց, ինչ Վիվիանը ակնարկել էր։ Ուրիշները դա համարեցին հազվագյուտ քաջություն կորպորատիվ աշխարհում, որտեղ ոչ ոք սխալ չի ընդունում։ Բայց անկախ հասարակական կարծիքից, այդ օրը Հակոբի մեջ ինչ-որ բան փոխվեց։
Նա դադարել էր գաղտնիքների բեռը կրելուց, նույնիսկ եթե ամբողջ աշխարհը դատապարտեր նրան, նա կարող էր գիշերը քնել, իմանալով, որ ճշմարտությունն ասել է։ Ռաֆայելը դիտեց ասուլիսը իր բնակարանի հյուրասենյակից, Բեատրիսը նրա կողքին էր։ Երբ ավարտվեց, նա պարզապես ասաց. «Սա այն տեսակի մարդն է, ում ես ուզում եմ, որ իմ հայրը լինի»։ Նա հաջորդ օրը փնտրեց Հակոբին, առանց նախազգուշացման հայտնվելով առանձնատանը։ Լուսինեն նրան դռան մոտ դիմավորեց, զարմացած, բայց ուրախ տեսնելով նրան։ «Ես ներողություն խնդրելու եմ եկել», ասաց Ռաֆայելը հենց ներս մտնելուն պես։ «Ձեզնից նրանից»։ Այդ գործընթացը սկսելու համար, Վիվիանին ինձ շահարկելու թույլ տալու համար, մեծահասակի փոխարեն փչացած երեխայի պես վարվելու համար։ Հակոբը հայտնվեց աստիճանների վերում, լսելով Ռաֆայելի ձայնը։ Նա դանդաղ իջավ, յուրաքանչյուր աստիճան մոտենալու ընտրություն էր, հեռանալու փոխարեն։ «Պետք չէ ներողություն խնդրել», ասաց Հակոբը։ «Ես հասկանում եմ։ Դուք ամբողջ իրավունքն ունեիք զայրացած լինելու, կյանքից դավաճանված զգալու։ Ես պետք է ավելի լավը լինեի, ձեզ իմ կյանքում սկզբից ողջունելու համար»։ Հայր ու որդի առաջին անգամ գրկախառնվեցին, մի երկար, ամուր գրկախառնություն, որը կրում էր 3 տասնամյակի բացակայություն այսուհետ ներկայության խոստում։ Լուսինեն դիտում էր արցունքներն աչքերին, մի ձեռքը փորի վրա, որտեղ երեխան հարվածում էր, կարծես գիտեր, որ ինչ-որ կարևոր բան էր կատարվում։ Հաջորդող օրերին Ռաֆայելը սկսեց ավելի հաճախակի հայտնվել։ Նա Հակոբը սկսեցին կառուցել այն, ինչ երբեք չէին ունեցել։ Հայր-որդի հարաբերություն։ Դա կատարյալ չէր, դեռ բարդ էր, բայց իրական էր։ Նրանք միասին ընթրում էին, խոսում աշխատանքի կյանքի մասին, դանդաղորեն, շատ դանդաղորեն, վերքերը սկսեցին բուժվել։ Բեատրիսը Լուսինեն իսկական ընկերներ դարձան։ Բեատրիսը սկսեց օգնել համայնքային կենտրոնում, օգտագործելով իր ուսուցչական փորձը, կրթական ծրագրեր մշակելու համար։ Երկու կանայք, այդքան տարբեր ծագումով, բայց այդքան նման ոգով, միմյանց մեջ գտան մի բան, որը երկուսին էլ պետք էր։ Ընկերուհի, ով հասկանում էր բարդ տղամարդկանց սիրելու քաոսի մեջ ընտանիքներ կառուցելու մարտահրավերը։ Մինչդեռ Վիվիանը քաղում էր իր սեփական գործողությունների հետանքները։ Նրա հարձակումները Հակոբի դեմ դարձել էին այնքան վիրավորական, այնքան հստակորեն պայմանավորված անձնական վրեժխնդրությամբ, որ նույնիսկ նրա դաշնակիցները բարձր հասարակության մեջ սկսեցին հեռանալ։ Տարբերություն կա ընթրիքների ժամանակ բամբասելու ակտիվորեն փորձելու քանդել ինչ-որ մեկի կյանքը։ Վիվիանը հատել էր այդ գիծը, այն հասարակությունը, որը նա այդքան արժորում էր, փակում էր իր դռները նրա համար։ Նա վերջին հուսահատ փորձ կատարեց։ Հայտնվեց Վարդանյանների առանձնատանը մի անձրոտ գիշեր, թրջված, դիմահարդարումը մշուշված, շատ ավելի քիչ թվում էր փայլուն սոցիալիտ, շատ ավելի շատ կոտրված կին։ Լուսինեն նրան դռան մոտ գտավ։ Հեշտ կլիներ նրան ուղարկել, անվտանգություն կանչել, դուռը փակել նրա դեմքին։ Բայց Լուսինեն սովորել էր, որ երբեմն ամենամեծ հաղթանակը ոչ թե մյուսի, այլ սեփական վրեժխնդրության դրդապատճառների մասին է։ «Ներս արի», ասաց նա, Վիվիանի զարմանքին։ Նստած սենյակում, ձեռքերում տաք սուրճով, Վիվիանը վերջապես փլուզվեց։ «Ես ամեն ինչ կորցրի», ասաց նա, բառերը դուրս էին գալիս հեկեկոցների միջով։ «Իմ հեղինակությունը, իմ ընկերները, իմ տեղը հասարակության մեջ։ Եվ ինչի՞ համար։ Մի մարդու պատճառով, ով երբեք իսկապես իմը չէր, ով երբեք չէր սիրում ինձ այնպես, ինչպես ես ուզում էի սիրված լինել»։ Լուսինեն ցավ չզգաց, ոչ ճիշտ, բայց զգաց ինչ-որ բան, հասկացողության նման։ Նա ինքը եղել էր այն մարդը, ով ոչինչ չուներ, այն մարդը, ում դատում էին, այն մարդը, ով չէր տեղավորվում։ Տարբերությունն այն էր, որ Լուսինեն պատասխանել էր շնորհով, թույնի փոխարեն։ «Վիվիան», մեղմ ասաց Լուսինեն, «դուք միշտ ունեցել եք այն ամենը, ինչ կարծում էիք, որ ձեզ պետք է։ Փող, կարգավիճակ, գեղեցկություն։ Բայց երբեք չեք ունեցել այն, ինչ իսկապես կարևոր է։ Խաղաղություն ինքներդ ձեզ հետ։ Երջանկություն, որը կախված չէ ուրիշների հաստատումից։ Եվ իսկական սեր։ Հակոբը չէր կարող ձեզ դատալ, որովհետև դուք թույլ չէիք տալիս, որ ոչ ոք իսկապես ճանաչեր ձեզ։ Միայն այն փայլուն տարբերակը, որը դուք ներկայացնում էիք աշխարհին»։ Վիվիանը նայեց նրան, առաջին անգամ, առանց ամբարտավանության զրահի, գրեթե մարդկային էր թվում։ «Ինչպե՞ս եք դա անում։ Ինչպե՞ս եք կարողանում այդքան լավը լինել այն ամենից հետո, ինչ ես արել եմ»։ Լուսինեն մտածեց հարցի շուրջ։ «Ես լավը չեմ։
Ես պարզապես հոգնած եմ։ Հոգնած եմ կռվելուց, հոգնած եմ ինձ պաշտպանելուց, հոգնած եմ իմ արժեքը ապացուցելուց։ Այսպիսով, ես ընտրեցի դադարել։ Ես ընտրեցի լինել այն, ինչ կամ թույլ տալ, որ դա բավարար լինի։ Եվ հայտնաբերեցի, որ կարևոր մարդկանց համար դա միշտ բավարար է եղել։ Վիվիանը գնաց այդ գիշեր ոչ թե պաշտոնական ներողությամբ, այլ մի բանով, որը ընդունման էր նման։ Նա այլս խնդիրներ չէր առաջացնի։ Ոչ թե այն պատճառով, որ նա մեկ գիշերում ավելի լավ մարդ էր դարձել, այլ այն պատճառով, որ վերջապես հասկացել էր, որ այն պատերազմը, որը նա մղում էր, իր դեմ էր, ոչ թե Լուսինեի կամ Հակոբի։ Ժամանակն անցավ, ինչպես միշտ անցնում է։ Լուսինեի հղիությունը զարգացավ, յուրաքանչյուր օր նրան մոտեցնելով իր որդուն ճանաչելու պահին։ Հակոբը աներակայելիորեն ներգրավված էր, անգիր էր արել ծննդաբերության մասին գրքերը, նրա հետ շնչառական վարժություններ էր արել, 3 ամիս առաջ հիվանդանոցի համար պայուսակ էր պատրաստել։ Ռաֆայելը, Բեատրիսը մշտական ներկայություն դարձան առանձնատանը։ Ռաֆայելը հրաժարվել էր գործընթացից, ավելին, անկեղծորեն խանդավառված էր ավագ եղբայր լինելու գաղափարով։ Նա օգնեց մահճակալը հավաքել, ամպեր նկարեց երեխայի սենյակի առաստաղին, խոսում էր բոլոր այն գրքերի մասին, որոնք կկարդար իր փոքրիկ եղբորը։ Հենց լիալուսնի մի գիշեր էր, երբ հունվարի շոգը օդը ծանր էլեկտրական էր դարձնում, որ սկսվեցին կծկումները։ Լուսինեն այգում էր, իր սովորական գիշերային զբոսանքն էր անում, երբ զգաց առաջինը։ Հետո երկրորդը։ Եվ հետո ջրերի պատռում։ Հակոբը մտավ վերահսկվող խուճապի ռեժիմ, վերցնելով իր պատրաստած պայուսակը, զանգահարելով բժշկին, օգնելով Լուսինեին մեքենա։ Ռաֆայելը, Բեատրիսը հիվանդանոց հասան անմիջապես հետո Իզաբելայի Ռոզայի հետ միասին, ովքեր ոչ մի բանով չէին բաց թողնի այդ պահը։ Ծննդաբերությունը երկար էր, հյուծիչ, բայց առանց բարդությունների։ 14 ժամ տաց ծննդաբերություն, որի ընթացքում Հակոբը բռնեց Լուսինեի ձեռքը, խոստացավ, որ այլս երբեք թույլ չի տա նրան դա անցնել, խոստում, որը երկուսն էլ գիտեին, որ նա հավանաբար կխախտեր, եթե որոշեին ավելի շատ երեխաներ ունենալ։ Երբ Լուկաս Վարդանյանը վերջապես եկավ աշխարհ, ուժեղ լացով, որը լցրեց սենյակը, Հակոբը նույնքան լացեց, որքան երեխան։ Նա իր որդուն գրկեց, այդ փոքրիկ էակին, ով կիսով չափ իրենից էր, կիսով չափ Լուսինեից, զգաց մի բան, որ երբեք չէր զգացել առաջ։ Բացարձակ նպատակ։ Ռաֆայելը ներս մտավ սենյակ անմիջապես հետո, ամաչկոտ, անորոշ իր տեղի մասին այդ ընտանեկան պահին։ Բայց հենց Լուսինեն ասաց. «Եկեք ճանաչեք ձեր եղբորը»։ Եվ այսպես, Ռաֆայելը առաջին անգամ գրկեց Լուկասին, այդ երեխային, ում մի քանի շաբաթ առաջ նա սպառնալիք էր համարում, իսկ հիմա օրհնություն։ Ողջույն փոքրիկ եղբայր, շնջաց նա, նրա մեջ ինչ-որ բան, որը կոտրված էր եղել ամբողջ կյանքում, վերջապես սկսեց բուժվել։ Հաջորդող ամիսները հարմարվողականության ուրախության էին։ Լուկասը հեշտ երեխա էր, երկնքի շնորհիվ, լավ էր քնում, շուտ էր ժպտում։ Վարդանյանների առանձնատունը, որը լուռ դամբարան էր եղել, երբ Լուսինեն եկավ, հիմա լի էր կյանքով։ Երեխայի լաց, ծիծաղ, երաժշտություն, զրույցներ, սեր։ Հակոբը նվիրված հայր էր այնպես, որ նույնիսկ ինքն էր զարմանում։ Արթնանում էր գիշերվա կեսին կերակրման համար, առանց բողոքելու փոխում էր տակտիրները, ժամեր էր անցկացնում պարզապես դիտելով Լուկասին քնելիս, զարմացած այն հրաշքից, որը նրանք ստեղծել էին։ Նրա առողջությունը նույնպես ավելի լավ էր։ Բուժումն աշխատել էր, քաղցկեղը ռեմիսիայի մեջ էր։ Նա կյանքի երկրորդ հնարավորություն ուներ, ոչ մի օր չէր վատնում։ Համայնքային կենտրոնը ծաղկում էր։ Ռաֆայելի Բեատրիսի ներգրավմամբ նրանք ընդլայնեցին կրթական ծրագրերը։ Հակոբի հեղինակության վերականգնման հասարակությանը վերադարձնելու նրա անկեղծ պարտավորության շնորհիվ նրանք ավելի շատ նվիրատվություններ կամավորներ ստացան։ Այն, ինչ սկսվել էր որպես փոքր նախագիծ, հիմա կենսունակ կենտրոն էր, որը ծառայում էր հարյուրավոր ընտանիքների։ Լուսինեն իր կոչումը գտավ այնտեղ։ Նա հայտնաբերեց, որ տաղանդ ուներ կազմակերպելու, բաներ իրականացնելու, մարդկանց ռեսուրսները կապելու համար։ Նա այլս պարզապես դեղատան վաճառողուհին չէր, նա պարզապես Հակոբ Վարդանյանի կինը չէր։ Նա Լուսինե Վարդանյանն էր, համայնքային առաջնորդ, մայր, կին, իր սեփական նպատակով։ Հենց այդ օրերից մեկն էր կենտրոնում, երբ Լուկասը 6 ամսական էր սկսում էր մենակ նստել, որ Լուսինեն տիկին Անահիտի հետ զրույց ունեցավ, որը խորապես նշանավորեց նրան։ Գիտեք, ասաց տարեց կինը, հագուստներ ծալելով, ինչպես միշտ անում էր, ես ձեզ տեսա այստեղ առաջին անգամ գալիս։
Մի վախեցած աղջիկ, ով նոր էր ամուսնացել հարուստ հիվանդ մարդու հետ։ Կարծում էի, որ 1 ամիս էլ չեք դիմանա։ Լուսինեն ծիծաղեց։ Ես էլ էի այդպես կարծում։ Բայց գիտեք, թե ինչն է հատուկ ձեր մեջ, սիրելիս։ Դուք երբեք թույլ չտվեցիք, որ հանգամանքները որոշեն, թե ով էիք դուք։ Դուք բարի էիք, երբ դառը լինելու պատճառներ ունեիք։ Դուք ուժեղ էիք, երբ ավելի հեշտ կլիներ հանձնվել։ Դուք առատաձեռն էիք, երբ աշխարհը ձեզ հետ մանրուքով էր վարվում։ Սա հազվադեպ է։ Սա թանկարժեք է։ Լուսինեն գրկեց տարեց կնոջը, երախտապարտ լինելով այդ իմաստության, այդ հաստատման համար, որը նա չգիտեր, որ իրեն պետք էր։ Այդ գիշեր, տանը, Լուկասը քնած էր մահճակալում, Հակոբը նրա կողքին էր մահճակալին, Լուսինեն մտածեց այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել վերջին տարում։ Անհնար էր թվում, որ ընդամենը 12 ամիս առաջ նա դեղատան վաճառողուհի էր, երազանքներով պահված մի դարակում։ Հիմա նա կին էր, մայր, բարդ, բայց սիրող ընտանիքի մաս, մի նախագծի ղեկավար, որն իրական տարբերություն էր բերում մարդկանց կյանքում։ Հակոբ, ասաց նա սենյակի մթության մեջ, դուք զղջո՞ւմ եք։ Այդպես ինձ ճանաչելու, այդ խելագար ամուսնությունն առաջարկելու համար։ Հակոբը մեղմ ծիծաղեց։ Ես զղջում եմ յուրաքանչյուր օրվա համար, որ ապրել եմ մինչ քեզ ճանաչելը։ Որովհետև դրանք վատնված օրեր էին, չիմանալով, որ դու գոյություն ունես։ Բայց զղջալ քեզ ճանաչելու համար անհնար է։ Դու փրկեցիր իմ կյանքը, Լուսինե։ Բառացիորեն փոխաբերականորեն։ Լուսինեն մոտեցավ նրան։ Կարծում եմ, մենք փրկեցինք միմյանց։ Եվ նա ճիշտ էր։ Որովհետև մինչ Հակոբը Լուսինեին նյութական անվտանգության կյանք էր տվել, նա նրան տվել էր անսահմանորեն ավելի արժեքավոր բան։ Ապրելու պատճառ։ Նպատակ։ Սեր։ Ընտանիք։ Ռաֆայելը այցելում էր ամեն շաբաթ, երբեմն ավելի հաճախ։ Նա Հակոբը կիրակնօրյա ճաշերի ավանդույթ էին մշակել, միայն երկուսը, որտեղ նրանք խոսում էին ամեն ինչի ոչնչի մասին։ Նրանք հիմա հիշողություններ էին կառուցում, լրացնելով կյանքի ստեղծած բացերը։ Բեատրիսը Լուսինեն անբաժանելի դարձան։ Նրանք միասին պլանավորում էին միջոցառումներ համայնքային կենտրոնի համար, կիսվում էին պատմություններով իրենց վարդանյան ընկերների մասին, երազում էին, թե ինչպես կլինի, երբ Լուկասը մեծանա, կարողանա զարմիկներ ունենալ խաղալու համար։ Մի ոչ այնքան նուրբ առաջարկ Ռաֆայելի Բեատրիսի համար, արագացնելու իրենց սեփական ընտանեկան պլանները։ Հակոբի ընկերությունը ամբողջական վերափոխման ենթարկվեց։ Նոր էթիկական արձանագրություններ, ամբողջական թափանցիկություն կլինիկական փորձարկումներում, դեղերի հասանելիության ծրագրեր կարիքավոր համայնքների համար։ Փոփոխությունը հեշտ չէր, արագ չէր, բայց իրական էր։ Եվ աստիճանաբար Հակոբի հեղինակությունը նույնպես սկսեց փոխվել։ Ոչ թե վերադառնալով նախկինին, դա երբեք հնարավոր չէր լինի, այլ դեպի մի բան, թերս ավելի կարևոր։ Անկեղծ հարգանք, վախի փոխարեն, հիացմունք իր փոփոխվելու քաջության համար, իր հաջողության կուրորեն երկրպագելու փոխարեն։ Մի աշնանային կեսօրին, երբ Լուկասը 1 տարեկան էր անում էր իր առաջին տատանվող քայլերը, ամբողջ ընտանիքը հավաքվեց առանձնատան այգում խորովածի համար։ Դա մի տեսարան էր, որը Հակոբը երբեք չէր պատկերացնի, որ հնարավոր է։ Ռաֆայելը հսկում էր խորովածը իր հոր օգնությամբ, Բեատրիսը Լուսինեն կազմակերպում էին սեղանը, Իզաբելան Ռոզան խոհանոցից ուտեստներ էին բերում, Լուկասը սողում էր խոտի վրա, բոլորի զգոն հայացքի ներքո։ Հակոբը մի պահ կանգ առավ, կլանելով տեսարանը։ 1 տարի առաջ նա մենակ էր, սպասելով մահին, առանց հույսի կամ նպատակի։ Հիմա նա շրջապատված էր ընտանիքով, աղմուկով, կյանքով։ Նա ուներ 2 որդի, մի կին, ում սիրում էր ամեն օր ավելի շատ, մի ապագա, որը պայծառ էր տարածվում առջում։ Լուսինեն բռնեց նրան նայելիս ժպտաց։ Ինչի՞ մասին եք մտածում։ Ես մտածում եմ, ասաց Հակոբը, նրան մոտ քաշելով, որ ճակատագիրը տարօրինակ հումորի զգացում ունի։ Ես պետք է կարծեի, որ մահանում եմ, որպեսզի վերջապես սովորեմ ապրել։ Լուկասը հենց այդ պահին ընտրեց իր առաջին իրական քայլերն անել, բաց թողնելով բազմոցը, որին հենվում էր, տատանվելով Հակոբի կողմը, դեմքին հսկայական ժպիտով։ Հակոբը նրան բռնեց օդում, պտտելով, մինչ բոլորը ծափահարում էին։ Սա իմ որդին է, ասաց նա, նրա ձայնը լի էր հպարտությամբ, սիրով։ Սրանք իմ որդիներն են, ուղեց նա, նայելով նա Ռաֆայելին։ Եվ սա իմ ընտանիքն է։ Դա ավանդական ընտանիք չէր։ Դա բարդ էր, ձավորվել էր անսովոր հանգամանքներում, ուներ սպիներ դժվար պատմություններ։
Բայց դա իրական էր։ Դա նրանցն էր։ Եվ դա հենց այն էր, ինչ բոլորին պետք էր։ Տարիներն անցան, ինչպես տարիներն անցնում են։ Լուկասը մեծացավ, գնաց դպրոց, զարգացրեց մի կենսունակ անհատականություն, որը կիսով չափ Լուսինեից էր, կիսով չափ Հակոբից ամբողջովին իր սեփականը։ Ռաֆայելը Բեատրիսը ամուսնացան պարզ գեղեցիկ արարողությամբ, Լուկասը որպես մատուցող, գողանալով ամբողջ ուշադրությունը։ Եվ 2 տարի անց նրանք ունեցան իրենց սեփական դստերը, Մարինային, Լուկասին տալով այն զարմուհուն, ում նա խնդրել էր։ Համայնքային կենտրոնը ընդլայնվեց մինչ 2-րդ տեղակայում, հետո 3-րդը։ Լուսինեն դարձավ հայտնի հարգված անձնավորություն բարեգործական շրջանակներում, ոչ թե որպես Հակոբ Վարդանյանի կին, այլ որպես Լուսինե Վարդանյան, ինքնին ուժ։ Հակոբը մնաց ռեմիսիայի մեջ, նրա առողջությունը կայուն էր։ Նա աստիճանաբար թոշակի անցավ ընկերությունից, վերահսկողությունը փոխանցելով ավելի երիտասարդ մենեջերներին, մինչ նա կենտրոնանում էր իր բարեգործական նախաձեռնությունների, ամենակարևորը, իր ընտանիքի վրա։ Եվ երբ Լուկասը 10 տարեկան դարձավ, մի ծննդյան կեսօրին, լի վազվզող երեխաներով շոկոլադե տորթով, նա մի անմեղ հարց տվեց, որը հուզեց բոլոր ներկաներին։ Հայրիկ, ասաց նա, նայելով Հակոբին, ճիշտ է, որ դուք մայրիկը գրեթե չէիք ամուսնացել։ Որ ամեն ինչ պատահական էր։ Հակոբը նայեց Լուսինեին սենյակով մեկ, նրանց աչքերը հանդիպեցին այն ծանոթությամբ, ովքեր տասնամյակ կյանք էին կիսել, ժպտաց։ Ամեն ինչ պատահական էր, որդիս։ Բայց երբեմն պատահականությունը մեզ տալիս է հենց այն, ինչ մեզ պետք է։ Ես պետք է սովորեի ապրել, քո մայրը ինձ սովորեցրեց, թե ինչպես։ Եվ այդ գործընթացում մենք սա կառուցեցինք այստեղ։ Մի ընտանիք։ Մի կյանք։ Մի սեր, որը սկսվեց անհնարինից, դարձավ ամենաիրական բանը, որ երբե ունեցել եմ։ Լուսինեն մոտեցավ, իր ձեռքերը փաթաթելով Հակոբի Լուկասի շուրջը։ Այս ընտանիքը, ասաց նա, կատարյալ չէ։ Բայց դա մերն է։ Եվ ես դա ոչ մի բանով չէի փոխի աշխարհում։ Ռաֆայելը, դիտելով տեսարանը Մարինային գրկած, ժպտաց։ Ես էլ, մեղմ ասաց նա իր դստերը։ Ես էլ։ Որովհետև ի վերջո դա այն մասին չէ, թե ինչպես է ընտանիքը սկսվում։ Դա այն մասին է, թե ինչպես է այն ընտրում շարունակել։ Ամեն օր, բոլոր փոքր որոշումներում, ներման շնորհի մեջ, սիրո համբերության մեջ։ Վարդանյանների ընտանիքը ընտրել էր շարունակել։ Եվ այդ ընտրության մեջ նա գտել էր ոչ միայն գոյատում, այլ իրական ուրախություն։ Արը մայր էր մտնում Վարդանյանների առանձնատան վրա, երկինքը վարդագույնի ոսկեգույնի երանգներով ներկելով, նրա պատերի ներսում, որոնք ժամանակին ցուրտ դատարկ էին եղել, արձագանքում էր բոլորից ամենագեղեցիկ ձայնը։ Երեխաների ծիծաղ, մեծահասակների զրույցներ, լիովին ապրված կյանքի աղմուկ։ Հակոբ Վարդանյանը կարծել էր, որ 3 ամիս կյանք ունի։ Բայց այն, ինչ նա իրականում ուներ, իր կյանքի մնացած մասն էր։ Եվ նա վճռական էր դարձնել յուրաքանչյուր պահը արժանի։ Լուսինեի կողքին, իր որդիները իր շուրջը սերով լցված իր նախկին դատարկ գոյության յուրաքանչյուր անկյունը, նա վերջապես գտել էր այն, ինչ տասնամյակներ շարունակ փնտրել էր, առանց իմանալու։ Տուն։ Պատկանելություն։ Նպատակ։ Սեր։ Եվ ժամանակ։ Փառահեղ, թանկարժեք, անվերջ ժամանակ վայելելու այս ամենը։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Լուսինեի Հակոբի պատմությունը դիպել է ձեր սրտին։ Եթե դուք հուզվել եք սիրո ներման երկրորդ հնարավորությունների այս ճամփորդությունից, դրեք ձեր լայքը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք նմանատիպ ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում։